Ողջույն ժողովուրդ ջան։ Ես չեմ ուզում, ես անկեղծ մարդ եմ։ Անկեղծ մարդ եմ եւ այս տաղավարները, որ գալիս եմ, հատկապես բաց TV-ին, ինձ իրոք ես այն եմ, ինչը որ կամ։ Ու դրա համար ուզում եմ անկեղծանալ, որտեղ տարիքս էլ է դա։ Ու ես ոչինչ չունեմ էլ կորցնելու, ոչինչ չունեմ ու ոչ մի բանից ոչ վախենում եմ, ոչ էլ չգիտեմ ինչ եմ լինում։ Դրա համար չեմ ուզում սուտ, այն սուտ խոսքերն ասել, որ շատ էր։ Բարև ձեզ իմ սիրելի ժողովուրդ, ես բոլորից սիրում եմ։ Ես որ լսում եմ տենց բաներ են ասում, ես էկրանից տեսքում ուզում եմ ասեմ սուտ։ Այն Արմեն Խոստիկյանը միշտ ասում էր պտ, ստին պտ, ճլտ պլտ մլտ, այդպես խոսում էր այդ մարդը։ Չեմ ուզում այդպես ասել։ Ոնց կարող եմ ես բոլորից սիրել։ Ոնց կարող եմ, ասեք, դուք կարաք բոլորից սիրեք։ Դու ձեր բոլոր հարազատներին, հարևաններին սիրում եք, ձեր շրջապատում հավաքված մարդկանց բոլորին սիրում եք, սուտ է։ Հենց այդ ստի համար ես կարամ մարդուն ընդունել կամ չընդունել, կարամ հետո նորմալ վերաբերվեմ հարգալից, բայց որ ասեմ, բարև ձեզ իմ սիրելի ժողովուրդ, ես ձեզ բոլորիդ, ես ձեզ շատ եմ սիրում, եկել ինչ-որ մի երգիչ կամ երգչի բեմի վրայից տենց կոռնում, ես էլ ասում եմ սուտ, սուտ է, որովհետև սուտ է, որովհետև բոլորն էլ խաբում են, հենց այդ ստի համար ես գրել էի իմ հերթական թռուցիկը, սուտը վկաներով է, այո, մեզ խաբել են, այս չինացիքի փիլիսոփայությունը, մեզ խաբել են, խաբում են և դեռ կխաբեն, ու մենք շնորհակալ ենք լինում այն մարդկանցից, ովքեր մեզ խաբում են, թեկուզ վերցրեք երգիչին, որ բեմի վրայից կոռում է, ես բոլորից սիրում եմ, ու մենք շնորհակալ ենք, որ ինքը մեզ խաբում է, որտեղ մենք ծափ ենք տալիս։ Ինքը կարող է հրաշալի երգիչ է, տաղանդավոր է, բան չունեմ, որտեղ ինձ համար արվեստը անկախ նրանից ինքը որ ազգի կպատկանե, որտեղ ես թուրքական երգեր լսում եմ, իմ մեջն էլ դնում եմ, ու դրանից ոչ էլ վատ եմ լինում, որովհետև դա մշակույթ է։ Ինչ ազգ ուզում է սեղի, որտեղ իրանք հրաշալի երգիչներ ունեն եւ հրաշալի երգեր ու ձայներ, նույնն էլ վրացիքի։ Ռուսական էլ կա շատ լավ բաներ, ավելի լավը, կա, ու բոլորին էլ ես լսում եմ, էդ էլ ձեր իրավունքն է, կուզեք կլսեք, կուզեք չեք լսի, եթե մի բանը լավ է, հաճելի, ականջիդ լավ է, որտեղ ես լսում եմ մեղեդի, ոչ էլ հասկանում եմ ինչ է խոսում, ուղղակի այնքան լավ են երգում, որ ամբողջ հոգով ուզում ես դու լսես իրենց, ու դեղ իրոք կամ մեղեդի, ոչ դմբ, Այս էլ այդ ստի մասին է ես ասում։ Այսօր մենք վերջապես հեռախոսային զանգեր կունենանք։ Այսօր ես կպատասխանեմ, որ ինձ շատ տեղ են տալիս մեր զանգերին, տեսնենք մարդկանց ինչ խնդիրներով է, ինչ է հուզում ու ինչով իրանք մեզ կզանգարեն, կդիմեն։ Հիմա լսենք առաջի զանգին։ Բարև ձեզ, Լուսիա ջան։ Բարև ձեզ։ Վայ շատ մեծ համբերությամբ եմ սպասել ձեզ, շատ սիրով եմ լսում ձեր հաղորդումները ու ձեր տված խորհուրդները, Լուսիա ջան։ Շնորհակալ եմ։ Երեխաներիս համար, Լուսիա ջան։ Այդ դուք որտեղից եք, Գանի, արդեն ակցենտը նկատվեց, որտեղից եք։ Գեղարդնորից եմ, Արագածի շրջանից եմ, բայց Երևանում եմ ապրում։ Հա։ Հա։ Շատ եմ սիրում մեր բարբարներով այդ առոգանությունը, որ կա, որտեղից ուզում ան լինի, լավ է։ Մենք տնավարի, գյուղավարի, մեր չենք փոխում, մենք ոնց ծնվել ենք, մեծացել ենք, կապ չունի, որտեղ ենք ապրում։ Դրա համար էլ գյուղացիքին, բոլոր գյուղացիքին սիրում են, որ իրանք ձևեր չունեն։ Հա, Լուսիա ջան։ Իրանք ինչ կան, որտեղ մշակ ժողովուրդ եք։ Հիմա լսում եմ, Գանի ջան, որն է քո խնդիրը, ասա խնդրեմ։ Աղջկաս համար եմ զանգարել, տղայից Լուսիա ջան։ Ինչ։ Բանի համար էլ ես եմ։ Ինչ է, ասա, անկեղծ խոսի։ Հա, աղջկաս համար եմ զանգահարել։ Որ թիվ։ Տարիքը բանը ասեմ, ոնց այդ է։ Որ թիվն աղջիկդ։ Ու ինչն է խնդիրը, ամուսնության։
Միջև այսօր հələ ոչ ամուսնացածը, ոչ աշխատանքն ստացվում, ոչ ամուսնությունը Լուսիա ջան, չգիտեմ, նեղվում եմ, էլի որպես ծնող չգիտեմ։ Ես ինչ կարամ անեմ, կախարդական փայլիկ չունեմ, չեմ կարա մարդկանց ամուսնացնեմ, չեմ կարա աշխատանքի տեղավորեմ։ Իմ աշխատանքը խոսքն է, Գայանե ջան, որը շատ կարևոր է։ Ու աստղաբանությունն էլ ելք է, ուղղություն է, խրատ է, խորհուրդ է, մարդկանց թերությունները ասելն է, ինչը որ սխալն է ասելն է, բայց ոչ թե չար բաներ ասելը։ Եթե մարդկանց սխալներն ասում ես, թվում է, թե դա չարություն է, դա չարություն չի։ Պետք է սխալները ուղղի, որ հետո խնդիրներ չլինեն։ Ինքը մարդը պետք է փոխի։ Դե մամայի մտածելն էլ պարզ է, իհարկե, ընտանիք ստեղծման մասին է։ Նայ, որպես խեցգետի, մինչև հաջորդ տարի հունիսի վերջ, հաջորդ տարի 26 թվական հունիսի վերջ, Յուպիտեր մոլորակ գոյություն ունի, որը մարդու սոցիումն է, կարգավիճակն է, գտնում է խեցգետինում։ Դա բոլոր խեցգետիների վրա միանշանակ ազդում է, հիմա նայած, որ մի մոլորակը կարող է ինքը միայն արևը լինի խեցգետինում, սա շատ սահմանափակ եմ ասում, որովհետև ոչ մեկին հետաքրքիր չի կառասկոպի նշանները, որը որտեղ է գտնվում, միայնունա չեք էլ հասկանա։ Ձեզ պետք է հստակ ձեր հարցի պատասխանը ստանաք։ Հիմա արևու ու Յուպիտերի մասին է խոսքս, արևն էլ մարդու կյանքն է ու կամքն է։ Եվ Յուպիտերն էլ ինքը պահող է, որտեղ ինքը լավ տեղ է գտնվում խեցգետինում, դա նշանակում ընտանիք։ Ընտանիք, սահմաններ, բնակարան, ընտանիքն էլ համարվում այն ժամանակ, որտեղ երեխաներ կա, եթե երեխա չկա, դա ամուսիններ են, դա ընտանիք չի համարվում, ինչի եմ այսպես ասում։ Ընտանիքի տարի է համարվում։ Ընտանիքներ, զույգեր կան, որտեղ երեխաներ չկա, ու իր տալիս է երեխաներ, որտեղ այս տարի շատ տեղավ հղիացումներ ու երեխաների ծնունդ եղավ, արդեն ընտանիքը ձևավորվեց։ Հիմա քո աղջկա մոտ հիմնականը ամուսնություն, ընտանիք ունենա, թե ոչ։ Հա, հիմա այդ անց հետաքրքիր Լուսիա ջան։ Հա, բայց ես ոչ մի բան չեմ կարող անել, որ ունենա։ Այդ որ ասեցի հունիսի միջև հունիսի վերջ, որտեղ հուլիսի 1-ից արդեն Յուպիտերը կփոխվի առույց կմտնի, միջև այդ ինքը իր անձնական հարցերը ես իմանամ, էլի օրը մոռացա։ Օ, շատ համառ աղջիկ է։ Ինքն է մեղավոր իր ամուսնության համար, բայց իրան ամուսնություն սպասվում է։ Ինքն է մեղավոր, որովհետև ինքը բոլորին անուն է դնում։ Տես իր բացասական բանն ասեցի։ Հիմա թող ինքը կանդու ասա, չէ, իմ աղջիկ այդպես չի։ Այդպես է։ Ինքը անուն է դնում բոլորին։ Անցյալի մեջ է, հիշողության մեջ է։ Եթե մեկը ինչ-որ մի լավ իր հետ չվարվեց, ինքը դա չի մոռանա։ Այս լավ բան չի։ Դա լավ բան չի։ Այս հիշողությունը, անցյալը քչփորելը, ես չգիտեմ, եթե ասեմ հիշաչար, կարող է վատ լինեք։ Համարյա տենց է դուրս գալիս։ Բայց դրանով ինքն իրան է քայքայում, որը խփում է իր ստամոքսին։ Հարվածը թույլ տեղ իր համարվեց ստամոքս, որ կասի ուտելու այս ինչ մի բան ուտում եմ ստամոքսս ցավում է, բայց դա իր մտքերն է, որին տալիս է կծկում ու ինքը նիհար է։ Հա, իր տարիքին չես ասի, որ ինքը տարիքի է, մուճուր այրևում։ Նիհար է, հա։ Ոչինչ, որ ամուսնանա մի քիչ կլցվի, իր մոտ կա, որ ինքը համով բաներ սիրում է, համով բաներ կուտի, նյարդերը կհանգստանա ու ոսկորի վրա միս կհավաքվի, արդեն կդառնա նորմալ աղջիկ, նորմալ կին, իրան ամուսնություն կա, այնպես չի, որ ինքը, որտև կա մարդիկ, որոնց ամուսնություն տրված չի, այդ իր բնավորությունն է ու արդեն մոտենում է իր ժամանակը, արդեն մոտենում է, եթե միջև այդ չեղի, դու մի վատեղի, բայց տեղ մի բան կա, ոնց որ ինքը մի հատ ունեցել է, հա, տենց բանի հաստափություն է տվել դրանից, դա եղել է երևի մի 24-25 որ ասեմ, մինչև հիմա այս տարիքում ընկեր հասկացողություն չի ունի, թե երևի զարմանալ, տենց բան չի եղել, որ ընթացի գոյություն չունի, զարմանալու բան է, զարմանալու չի, իրանից է գալիս, ինչ է զարմանալու, ես այնքան աղջիկներ գիտեմ արդեն մեծ հասակի, որ
մի տղամարդ ձեռքը չի բռնել անգամ։ Այ նույնը ինքն է։ Ինչի համար այդ ձեր դաստիարակությունն է նամուս բարոյականություն թասիպի։ Մեր տան մեջ է որ ասած պապենական խստություն ա եղել, լավ այեսի չէ, վայ ուսնուտուսկը պապս միշտ ասում էր միջև չիմանալ բան, մեր մեջ էլ կա, մի քիչ ավանդական մեր հնությունները մեր մեջ։ Հա, այդ լավ բան է։ Այդ լավ բան է, բայց դա վերջացավ արդեն։ Հիմա հաջորդ տարի ընդհանրապես է վերջանալու 26 թվականը, այդ հինը ջնջվում է։ Էլի կարող եմ ասեմ հինը ջնջվի, բայց այն մշակույթն ու կուլտուրան նամուսը պատիվը չջնջվի։ Ինչ ուզում ես արա, որ ազգից ուզում ես եղի, նամուս լավ բան է, էլի։ Նամուսը լավ բան է։ Մեր մեջ է այդ հենց տրված է, մեր մեջ է Լուսիա ջան, պահպանում ենք, բայց Չի ինքը այդ պահպանողական բաները կա, սա չի անցնի, ինչ ուզում է լինի, իրա մոտ սերն է, քան այս աղջիկը չի սիրել, չի ամուսնանա, բայց իրա մոտ ինքը պետք է մասնակցի ամեն միջոցառումներին, ամեն հրավերքներին, չպետք է մեկ ուսանը փակվի, ինքը փագա, ինքը փագա, ինքը լավություններ անող է, բայց պատասխան չստացող է, դրանից էլ է ինքը շատ նեղվում, ինչի այտենց ոչինչ։ Հիմա արդեն ժամանակները հիմա այս իրա փորձության տարին ամբողջ 25 թվական անցած տարվա իրա ծնունդից դա սկսվել է միջև հունիսի վերջ։ Միջև իրա ծնունդ այս փորձությունը գնում է իր մոտ, որ ինքը տեսնի ում լավություն անի, ում չանի, իրան ինչպես պահի, ինչ անի, որ ինքը հաղթի, որ ընկնի առաջի պլան, այսպես ասենք։ Եվ իրան անպայմանատալի շփվել մարդկանց հետ, անպայման, ինքը չպետք է մեկ ուսանա եւ մասնակցի, ինչքան հրավերքներ կան, մասնակցի ու իր ոճը փոխի, դա իր հոգուստի մասին է խոսքս, մի քիչ ավելի պայծառ լուսավոր բաներ հագնի ու անի, մազեր գույն կփոխի, թե կտրված ինչ ուզում է թող փոխի, որտեւ իր ճակատին գրած է նամուս, ինքը մեկը ինչ էլ անի, ոչ մեկ իրան վատ բան չի ասի։ Ու այք իր մեջ ունեց սերմացել, որ չանես հանկարծ կատուն կգա քո վրա, այտենց բաներ պետք չի իր մոտ։ Ու անցանդել մտքից անի, քիչ տեղ ժառանգության հարցեր կա, դա եւ բնակարանի հետ է կապված, որ չեմ տեսնում, որ իրան հասնի, եւ նաեւ այդ հին պապենական դաստիարակությունն է։ Հիմա ամբողջ այս ամիսը, քանի մենք հիմա կարիճում ենք գտնվում, հոկտեմբեր-նոյեմբերը, դե վերջացնում ենք արդեն հոկտեմբերը, ընդհանրապես միշտ է իր մոտ, դա հիշեք, ամբողջ նոյեմբեր ամիսը միշտ այս մեծահասակների հետ, այդ հնից եկած, այդ նամուսի, ադատների, այդ հարցերն է իր մոտ միշտ լինելու, ու սա վերջինն է, որ վերջապես այս աղջիկը պետք է կանգնի ոտքի, երկու ոտքով ամուր, ու ես սա եմ ուզում, իր ծրագիրը տնի ու գնա առաջ։ Իր աշխատանքներ երեխեքի հետ է տալիս, ինչ գործ է անում։ Ինքը հիմա առաջ սիթիում աշխատում էր, ասենք մենեջեր կանձապա, հիմա այդ էլ չի անում, տունն այդքան ժամանակա չի աշխատում։ Ինչի համար։ Չգիտեմ։ Բա տանը նստած ով է գալու իրան հավանի տանի։ Պրծավ այդ բաները պրծավ աղուց, որ նստի տունը, մի հատ էլ լավ էլ թարս տնեց դրանդ առաջ, որ մենք տանը ազատ աղջիկ ունենք, կան իրան տանը, չկա տենց բաներ, վերջացավ։ Հաջորդ տարի 26 թվականը մեկն է թվայինով, որ ամեն մարդ պետք է մտածի իր մասին ու անցյալի սխալները չկրկնի եւ գնա առաջ, որովհետեւ գաղափարները, տեսակետները ամեն ինչն է փոխվելու հաջորդ տարի, որը մեզ համար շատ անսովոր է լինելու։ Ու հիմա հենց այս Այո, հենց այս ամիսն էլ քո աղջիկը պետք է վերափոխվի։ Իրանից է գալի, որ իր մոտ ամուսնությունը չի լինում։ Ինքը փակվում է իր մեջ, գլուխը կախ դառնում է մի հատ տատիկ։ Այ ապրես Լուսիա ջան, շատ ապրես։ Շատ շնորհակալ եմ, որ շատ ճիշտ բնութագրում ես։ Ու տատուն էլ նմանն է իմիջալոց։ Հիմա ես չգիտեմ, կեսուր մայրիկն է, թե քո մայրիկն է, այս թվում է կեսուր մայրիկն է։ Լուսիա ջան, այսքան աղջկա սասին։ Չլինի իր անունն եք դրել։ Ինչպես։ Ասում եմ աղջկա տանու կարող է կեսուրի տանունս դրել։ Չէ։ Դե լավ է։
Այդ մի բան էլ լավ էր։ Լավ, այնից որ իրան ամուսնություն կա, իր պահվածքից է կախված եւ ինքը պետք է անպայման շրջապատ դուրս գա ու գնա աշխատի։ Հիմա ինքը չի աշխատի, որ ասեմ հիմա կգնա աշխատակից սխալ կլինի։ Այդ որ մտնում է հեռախոսներ անկապ բաներ են նայում, հիմարությունները, իրոք հիմարություններ է լսում, որ իրան ոչ մի բան այդ իրան չի տալիս։ Թող աշխատանքի տեղեր գտնի ու դուրս գա։ Կան որ on-line աշխատանքներ կան, ես դա իրան այդքան խորհուրդ չի տա, ավելի լավ է որ իր մոտ լինի մարդկային շփում։ Հիմա տղային է ասում։ Լուսիա ջան, Խնդրեմ։ շնորհակալ եմ։ Հիմա տղայից համար Հա, էլի շուշուտ։ Այս քույրախբերը առանց իրար չեն կարող, իրար հետ էլ չեն կարող, մեկը մեկին խրատ է տալու, այն նրա աղջկան չի հավանի, այն նրա տղային չի հավանի։ Այ ապրես։ Սենց բան կլինի այն մարդը։ Նույնն է տղայից մոտ ոչ ամուսնությունն է ստացվում, ոչ աշխատանքն է ստացվում, մեկտենը մեզ լավ է, մեկտենը մեզ լավ չի։ Այդեղ ջուր ինքը տենց է, ինքը համնալին է խփում անմեխին, իրանք կասկածամիտ են, իրանք պոզավոր են։ Օ Տես հիմա ինչ եմ ասում, սա ամբողջ ինչա լուծեց, եթե որևէ խրատ եմ տալու, մի քանի անգամ կրկնում եմ, դա ամբողջ կյանքին է վերաբերվում։ Հետո իմ աշխատանքը այսօրվա համար չի եւ անցյալներ չի։ Ես ընդհանրապես անցածից ոչինչ չեմ ասում, ինչ որ եղել է ձեր կյանքում կամ ձեր ընտանիքը պատերն ինչ գույն է, ես դա չեմ ասում։ Շատ անգամ ասում եմ, ես քննություն չեմ տալի, որ ամեն ինչը ասեմ։ Ինչ որ գիտեք, ասում եմ ինչի դեռ չկա։ Իրան կյանքում կտրուկ արգելված է խմել։ Խմիչքից ընդհանրապես հեռու է Լուսիա ջան։ Լավ է։ Իրան չի կարել, նորից եմ ասում եմ ինչը դեռ չկա, որտեղ ձեր ընտանիքում երևում է իրան մոտ, որ ինչ որ մեկը կա սերունի խմիչքի հանդեպ։ Չէ, մեր տունն էլ չկա, այդպես խմող չունենք։ Տունը չի, կարող է եղբայրդ լինի, կարող է հորողբերը լինի։ Իրան մոտ այդ բանը ցույց տալիս է, որ եթե ինքը գիտակցում է, որ ինչ չի կարելի խմեն, վատ կլինի, լավ է։ Ուղղակի ստեղ ասում է հերո կմնաս խմիչքից։ Այդ իրան ասա։ Ինքը պետք է անպայման աշխատի լուրջ մարդկանց հետ լուրջ հիմնարկում։ Այս տարի իր մոտ ահագին փոփոխություններ կա, ինչի ինքը տես աշխատանքն էլ է, բայց իրան գիտես ինչա լավ, ավելի շատ ճամփորդերն է լավ։ Ինչ գործ է անում։ Տրանսպորտ մեքենաներ են բերում Վրաստանից, մեկտեն մեզ լավ սախմա, մեկտեն մեզ ամիսներ։ Այդ բոլորի մոտ է տենց։ Այդ մեքենաների գործ իր մոտ կա։ Ու ված չի ստացվում, բայց բոլորի մոտ է հիմա տենց։ Հերիք է մեքենա բերեն Հայաստան, տեղ ու դադար չկա քշելու։ Ավելի լավ է մեքենա սարքի, քան բերի։ Բայց չի սարքի, չէ։ Իսկ իր ամուսնության համար Լուսիա ջան։ Մի քիչ իր մոտ ամուսնությունը լուրջ է։ Հա, ինքը շատ չի հավանում։ Կանի, կարող է հանկարծ տղատ ռուսի ուզի։ Ինչպես։ Ռուսի հետ ամուսնանա։ Ոայ, չէ։ Այդ դու տենց որոշում ես իրա փոխարեն։ Դենց բացառվում է, լուրջից մասած вообще գաղափար չունեմ դենց ռուսի հետ, բայց ամբողջ իր մոլորակները, Մերկուրի, Վեներա, Յուպիտեր, այդ կարևոր մոլորակները հետընթաց են, թարս են պտտվում։ Ինքը երբեք համարձակ քայլեր եւ աշխատանքի եւ անձնականում չպետք է անի։ Եթե ինքը մի բան արել է ու չի ստացվել, թեկուս աշխատանքը վերցնենք, չէ։ Այն երբ որ լճացում է տալի, կանգնում է, զաստոյ է, այդ ընթացքում ինքը պետք է վերանայի անպայման իր գործերը։ Ինչի համար ասենց եղավ, որպես այդ սխալները չկրկնի։ Ու եթե միտեղ մի գործ արել է, չի ստացվել կամ մի տեղում աշխատել է, դուրս է եկել, հետ չգնա։ Իմաստ չունի, ինքը պետք է նորին գնա, նորի, բայց միշտ պետք է վերանայի ամբողջ իր սխալները, թե անձնականում կլինի, թե գործնական։ Ու երբեք ոչ հավասարվի, ոչ էլ համեմատի, որ այն մեկն ամուսնացավ, իր մոտ լավ չեղավ, որ մի մոտ էլ լավ չլինի, սխալվում է։ Ու այս տղան էլ այդքան սիրո բան էլ չէ, որ ասես, հիմա սրան տեսավ, սիրահարվեց, կասկածամիտ է շատ։
Բայց իրան էլ դες ամուսնությունը այս տարի 25 թվական իր մոտ այնքան շանսեր կա։ Պարզապես ինքը մտածում է, որ ամուսնանան որտեղ ապրեմ, կնոջից ոնց պահեմ, պատասխանատվությունից խուսափում է, սա էլ լավ չի։ Ճամփորդ էլ շատ ասի։ Ոնց որ այն մոտիկի նման ամուսինը շատ բնավորություն ունի, նրանց էլ է շատ խուսափում, բնավորությունը ահավոր է իրա։ Մի քիչ չի երևում, որ ինքը կարողանա ձեզ հետ ապրել։ Ինքը առանց ինձ կյանք չունի, առանց ինձ դժվար չի կարող, առանց ուր գնա, ես հետնեմ կամ էլ ինքս է։ Դե ուրեմն բլավ կապ քեզ կպցրել ես, դրա համար էլ ինքը ասում է մամայիցս լավը չկա էլու մուզե։ Ասած ոնց կլինի։ Ինքը այդտեղ չի ուզենա հարց բերի, դու էլ չես թողնի, որ գնա։ Այս տղան պետքա դուրս գա։ Անպայման։ Ինքը որ ամուսնացավ պետք է առանձնանա։ Եթե ունեք հնարավորություն իր համար, բայց ուղղակի ասում եմ, բայց ինձ թվում է, որ չեք անի։ Եթե հնարավորություն էլ ունենաք, էլ չես անի, որ իր համար առանձին բնակարան լինի, որ ինքը ամուսնանա, գնա ապրի, չէ, դու չես թողնի։ Դու որ ամսվա ծնունդ ես։ Դու ես կանգնած իր կողքին։ Հենց դու կանգնած ես ու դու չես թողնի, ամեն ինչ դու ես որոշելու։ Դու տենց ասում ես, էլի ամուսնացի, տղա ջան, ընտանիք, թոռ, բան ես կոմենքում, բայց դու չես թողնի։ Ինքը առանց քեզ ոչ մի բան չի կարող անի։ Էդ լավ չի։ Հեչ լավ չի։ Թող առանձին գնա, ինքը որոշի շատ հարցեր, ու մի ասա, որ աշխատանք չունի, որովհետև ինքը ինձ մի գործ է գտել, որ դա ասենց ոնց որ սեզոնային լինի, ժամանակավոր լինի, կայուն չի, իսկ իրան հարկավոր է մտնի մի հիմնարկ, լուրջ հիմնարկ աշխատի, կայուն, պետական հիմնարկ, կանի։ Չի անի, որտև ինքը պետք առավոտ ժամանակին վեր կանա, ինքը դա չի անի, ինքը ազատ քաղաքացի է, այդ ինձ է ուզում ապրի։ Հետո կգա մաման ինչ-որ բաներ կա, կծածկի իր ամեն ինչը։ Առաջինը քո տղային հարկավոր է գոնե այս տարի, ասում եմ, չմնաց քիչ ժամանակը քիչ է մինչև տարվա փակվելը։ Գոնե լուրջ աշխատանք ունենա, մտածի առաջին իր աշխատանքի մասին, կայուն, հաստատուն աշխատանք, նոր հետո ընտանիքի ստեղծում։ Քանի ինքը կայուն աշխատանք չի ունեցել, իր ընտանիքը չի լինելու։ Դեցել անելի ասամ, չէ, ես ինձ Տեսնենք։ գործ չունենամ, ես չեմ ամուսնանա։ Բայց այդ գործը վերևից իրան չի գալու, ընկն ինքը պետք է գնա գտնի։ Այս թող չսպասեի մեքենաներին, այդ իր համար այդքան կայուն չի։ Հա, ճիշտ է։ Իր մոտ տուրիզմը ված չի, ինքը կարան այդ մեքենան խմբել տանեն։ Բայց հիմնականը իրան ցույց տալիս է, որ ինչ-որ կառույցում պետք է աշխատի։ Ոչ մի բան չի ավարտել։ Չէ։ Բայց ես տղուն ուր մտցնեմ, հլասա տեսնեմ, որ մտնի աշխատ։ Ես ինչ նայում եմ, միջև անգամ փեշակը, որ ասեմ գնա ջերմուց բացարա, հողագործություն արա, մի բան ցանի, արտադրի թեկուս մի բան, ոչ մի բան չկա։ Լավ, հիմա որ դու աղջիկ ունես, ու այս ծևի տղայդ փեսակ գտած, անկեղծ եղի։ Դժվար է, Լուսիա ջան։ Չես տա։ Չես տա, են էլ հիմա աղջիկները, որ այդքան իրանք պահաճկոտ ու ծայրահեղ են։ Հիմա կասեն տղա ջան, ինչ ունես, այս բաներ ունես, աշխատանք ունես, մեքենա ունես, տուն տեղ ունես, ժամացույց ունես, չէ, ուրեմն դու ինձ պետք չես։ Ինքն էլ թող կանգնի անուն դնի, այն մեկն ամուսնացավ, լավ չեղավ, ուրեմն իմն էլ լավ չեղի։ Ընդհակառակը դու քեզ նենց պայանես դրսևոր նենց մտածի, որ ավելի լավը պետք է լինի։ Հələ բանը չեղած ինչ ես ասում, լավ չի լինի, ինչի լավ չի լինի։ Որտեվ քո վրա վստահ չես, որտեվ մաման մեջքիդ կանգնած է սաղ կյանքդ։ Այդ ինչ չի կարելի, ինքը պետք է պոկվի։ Դու իրան բաց թող, ասա գնա, դու քո գլխի ճարը տես։ Թող գնա առաքիչ աշխատի։ Կանի։ Չի անի։ Թող գնա շինարարության վրա աշխատի, կանի։ Էլի չի անի։
Այն ինչ են անում, որ մեքենաները սարքում, դզող փչող են ասում, ինչ կանի, ոչ մի բան էլ չի անի։ Ոչ մի բան էլ, բայ ես հիմա իրան ասում եմ, մտնի որևիցե պետական հիմնարկ, լավ, ասենք թե ինքը կրթություն չունի, որտեղ կարող է պետական հիմնարկ մտնի աշխատի, բայց կուրսեր կա, թող գնա ծրագրավորում սովորի։ Կգնա, հավես չունի, այդքան նստի գլուխը կախի, բան սովորի։ Հավես չունի։ Ինքը պետք է այս տարի 25 թվական իրան հնարավորություն է տրված ոտքի կանգնելու։ Ինքը չի անում դա։ Իսկ այդ մեքենայի գործը դա այդ ինչ չի, որ ամբողջ ամիս ինքը պետք է մեքենաների արք ու վաճառքով զբաղվի։ Ու ինքն էլ մենակ էլ չի արել, այնտեղ ընկերներում ընկերն իրանից առաջ է անգնելու։ Այդ մենակ չի, որ ինքը մենակ անում այդ գործերը։ Տես ես իրան ասում եմ, տուրիզմը լավ է, այդ խմբեր որ տանում են, տուրերը։ Դա լավ է, մեքենաների գործանելու, բայց սարքելու մասին է խոսքս։ Առաքիչը իրան լավ է, շինարարության վրա ինչ ուզում է լավ է իրան, բայց չի անենք այդ ամեն ինչ, էլ ես էլ ինչ ասեմ։ Մինիստր չի կարող լինի։ Որովհետեւ հիմնարկի նախարար չի կարող լինի։ Ինքը պետք է գնա սովորի, կուրսեր սովորի, գոնե ծրագրավորող լինի։ Բայց շինարարություն էլ բաց չգիտես իրան։ Սարքավորումները, ինչ որ մի բան, կոնդիցիոներներ են գնում, դնում, սարքեր են դնում, ապարատուրաները, սենց բաներ էլ ինքը կարող անի, բայց չանի, մի քիչ որ իրան մեջ այդ մոլուցքը մտնի աշխատասիրության կարող անի։ Ճամփորդել է մենակ շատ սիրում, ով չի սիրում, բոլորն էլ սիրում են ճամփորդել։ Տրամադրությունը չբարձրացրեցի, Գայանե ջան, ինչ անեմ։ Ուզում եք ձեր զանգի պատասխան անմիջա, հեսա տղայիդ աշխատանքը կլինի, կամուսնան ամեն ինչ լավ կլինի։ Ուզում ես այդպես բան ասեմ, մտածի, որ ասել եմ, բայց չեմ ասել։ Չէ, Լուսիա ջան, ապրես, ես շատ շնորհակալ եմ, ես շատ սիրով եմ լսում քո հաղորդումը, քո տված խորհուրդները, ես անհամբեր էի սպասում այսօրվան, շատ լավ է, շատ շնորհակալ եմ։ Լուսիա ջան, մի խնդրանք էլ էլի ցավը տանեմ, աղբորս աղջկա համար, այս 3-4 տարի ամուսնացած է, ասենք գալիս է աղբորս տուն, մի ժամով բերում են, տանում են, եթե գալիս են, ամբողջ ընտանիքով են գալի։ Մենակ այդ խեղճ աղջկան իր ամուսնու հետ հələ չի եղել, որ բերեն, թողեն, ասենք մի օր գնա, վերջ աղջկա ամուսնացել է 3-4 տարվա մեջ, մի գիշեր իրանց տուն չի եկել, չի մնացել։ Գալուց էլ ընտանիքով, պետք է կան ընտանիքով գնան, հնարավոր չի, որ մենակ թողեն աղջկան փեսու հետ գա գնա։ Ես ինչ կարող եմ անել։ Ես ինչ կանեմ։ Գնամ մտնեմ այդ աղջկան կեսուր կեսրանի մոտ, վրաները գորգռամ, ասեմ ինչի չեք թողնում, այդ աղջիկ գնա հորտում։ Ուզում եք հրաստվյալներով բան կարող եմ մի բան ասել, ես չգիտեմ Լուսիա ջան, չեմ։ Այդ ընտանիքի կանոնն է։ Հին կանոն է։ Միգուցե իրանք տենց են ճիշտ գտնում։ Եթե ինչ են արգելում, իրանք գիտեն, որ չի կարելի հարցին ազատ թողնել երեստավ, այդ տենց ավելի վատ։ Այդ կեսուր կեսրանի համար ավելի վատ, որ այդ աղջիկը չի կարա շնչի նորմալ։ Ու ինքը ինչ սևի պետք է ժպտա, իր ամուսնու հետ ապրի, իր երեխաներին դաստիարակի, այդ ճնշման տակ, որ պահում են։ Ինչպես աղջկա ներես չպետք է տան, հարցի ներես չպետք է տան։ Այդ ընտանիքի օրենքն է, այդ ոչ ոք չի կարա տեղ մեջ ընկնի խոսի, որտեղ իրավունք չունեն, բայց իրանք այդքան ճիշտ չեն։ Ես դա կասեմ, որ իրոք ճիշտ չեն։ Որտեղ գիտեն, թե եթե հարցը գնում է իր մամայի հետ, քուրիկի հետ, եղբոր հետ, կամ ընկերն հետ առանձնանում է, ուրեմն մի բան պետք է լինի։ Այդ աղջիկը պետք է ինչ-որ մի բանով զբաղվի, իրանց զբաղմունքը դե ձերքի աշխատանքներով։ Թեկուզ սնունդի մի բան անդադ ինքը պետք է սարքի, թխի, ծաղիկներ աճեցնի, ինչ-որ մի բան ինքը պետք է անի, բնական բաներ անի, որպեսզի դուրս գա ստրեսերը։ Շնորհակալ եմ ձեզանից, ձեր հաղորդումից, այդ մեր լավ աղջկանից, որ միացրեց զանգը, շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ, Տիկին Ռուշա։ Բարև ձեզ։ Ասեք ձեր խնդիրը։ Գիտեք ինչի, ես ուզում եի իմանալ հիվանդ եմ,
Հա։ ու ուզում եմ իմանամ իմ հիվանդության ընթացքը ոնց կվերջանա, հետո ուզում եմ իմանայի, որ իմ մեծ տղան բանը հարաբերությունները մի քիչ նենց սառն է, չգիտեմ ինչն է պատճառը, թե համար այդքան բան։ Ում հետ է հարաբերությունները սառը։ Ինչ է, այնքան բան չի էլի։ Քանի տարեկան է տղան։ Տղան նեղացած էր, բայց չգիտեմ ինչ անեմ ես։ Տղան քանի տարեկան է։ Սառնությունը կոր չի էլի։ Ձեր տղան քանի տարեկան է։ 55։ 55 տարեկան։ Ահա։ Իսկ դուք 83։ Դուք էլ 83։ Այո։ Հա։ Լուրջ տարիք է 55 տարեկան է։ Հա ջան։ Լուրջ տարիք է 55 տարեկան է։ Ընտանիք ունի, Ասում վատ ենք բաներ, բայց մի ինչ որ սառնություն կա, որ ինձ շատ մտահոգում է։ Ես ամեն ձևի ուզում եմ, որ իմ հարաբերությունները լավ լինեն։ Ինչքան ժամանակ է, որ ձեր հարաբերությունները այդպես է։ Մի 3 տարի եղել։ Ընտանիք ունի տղան։ Հա, ունի։ Իսկ իր կնոջ հետ ոնց է, կինը ոնց է ձեզ հետ, երեխեքը ոնց են ձեզ հետ։ Հենց էտա, կինը ինձ ներացել է, ուրիշ մարդը գնացել է ավելի պակաս բաներ դուրս տվել, ու դրա համար էլ նա ինձանից ներացել է, բայց ես ոչ մի վատ բան չեմ արել, ոչ մի վատ բան չեմ ցանկացել, ես միայն ուզում եմ, որ իրանք լավ լինեն եւ բայձև ջերմել են։ Ես ասել եմ, եթե մի վատ բան եմ արել, ասա ինչ եմ արել, որ ես ներողություն խնդրեմ ու այդ բանը սառնությունը կորչի։ Ձեր տղան որ ամսվա ծնունդ է։ Իսկ դուք։ Ես Ուրեմն, Տիկին ջան, դուք մի քիչ շատ եք խոսում ձեր տղայի վրա, դա նոր չի, դա վաղուց է։ Ձեր տղաներ արդեն հասունացել է, իր 50 տարեկան անցել է, 100-ը կիսել է, ինքնուրույնությունը կա իր մոտ հակասությունն էլ կան, արդեն տղամարդ է, ընտանիքի դեր ինքը պապա է, ինքը ամուսին է։ Այս տարիքի մարդիկ էլ ինչ է, որ այս ձեր տարիքը կա, հիմա էլ են շրջանավոր, որ բոլոր մեծահասակներ, ու ես շատ եմ ասել, քանի տարեկան ուզում է լինի, 60-ից հետո իմասին է հիմնական, ծնողներին ու մեծահասակներին ինչքան էլ սխալ լինեն, պետքա զավակները ծնողների հետ լինեն, հարգեն, գնահատեն։ Թեկուզ շատ բաներ էլ մամաները սխալ են խոսել, որտեղ հիմային տարիքն է շատ ուշադրության, կուրկուրանքի կարիք ունեք դուք եւ քաղցր բաներ ուտելու։ Եթե քաղցր բաներ ուտելը ասվում, նշանակում է դա նաեւ քաղցր վերաբերմունքն է, քաղցր խոսքն է։ Դու չես կարող իրանից պահանջես, որ ինքը քո հանդեպ ջերմ լինի, որովհետեւ ինքը այդպես է։ Իր կողքը կակին, ու դու վերցեցի, որ 3 տարի, մի բան էլ կխնդրեի, որպես խոյ ես դու ամսով, այդքան քո հիվանդություններից, քո վատ վիճակից մի բողոքի իր մոտ։ Հիմա ոչ ոք չի սիրում այդ բողոքները։ Հոգսերը կարծես թե շատ է մարդկանց, ամենքն իրանց խնդիրներով են, հարազատ բարեկամ էլ հարևաններ, ընկերներ կլինի, ընդհանրապես աշխատեք ձեր խնդիրներով ոչ մեկին չբարթել։ Ոչ մեկի վրա, որտեղ ոչ մեկ մեղավոր չի, մարդ ինքն է մեղավոր ամեն ինչում։ Դու ընդունի անենց ոնց որ քո տղան կա ու քո բողոքները մի ասա իրան։ Մի ասա ու միայն ասա ներողություն պետք է խնդրեմ։ Դու մի քիչ շատ ես խոսում։ Որովհետև եսը տա քո մոտ, քեզ է թվում որ չես խոսում ու իշխանությունն ասա։ Խոյի իշխանությունն է, որ ուզում ես այն առաջվա նման դու ուշադրության կենտրոնում լինեց, բայց այդպես չի լինում։ Ուղղակի հիմա ժամանակները հատկապես 25 թվական, քանի որ ընտանիքի տարի ու ծնողների հարաբերության տարիքը, այդ տարի է համարվում,
Երեխեքը պետք է հիմա իրանց մեծ ասակ ծանոթների հանդեպ տատիկ պապիկները շատ ու շատ էլ լինեն, շատ ու շատ էլ լինեն, հոգատար լինեն, միջև անգամ եթե ինքը շատ ջիգարով է, բայց գիտեք ինչ, ես ուղղակի ինձ համար տարօրինակ է, թե ինչի ամեն մարդու ասած խոսքին հավատում են, եւ չեն հավատում, որ ես իրանք մի հատ վարդով չոր չեմ ասում։ Հենց այնպես իրանք չնեղացան քեզանից, ինչ որ մի բան եղել է։ Ուրիշ մեկը ընկերուհիս մեր տուն գալիս կնում էր հաճախակի ու հեռախոսի համարը վերցրեցին, իրանք շատ գողեց իմ հարցին բանդեսեն ու իմ հարցի հեռախոսը վերցրեց ու նրանք իրար հետ հարաբերվել են ու ինչը ավելի պակաս բաներ, թե ինչ էր դուստուրը ես չգիտեմ։ Այդպես մտավ իմ ընտանիքի մեջ իմ աշխատանքային ընկերուհին, որ եղել է մի ժամանակ։ Այդ քո բողոքներից է եղել, բողոքներից է տա, շատ ես բողոքել, մի այդքան բողոքի։ Ընդհանրապես քո խնդրի մասին ոչ մեկ այդ մի կիսվի, մի խոսի, մարդիկ հոգնած են, չեն ուզում, գլուխս ցավում է, գլուխս ցավում է, գլուխս ցավում է, այս ինչ կյանք է, այս ինչ կյանք է, չեն սիրում ոչ մեկ։ Մի խոսա տենց բաներ, ընդհակառակը լավ բաներ խոսա, երիտասարդ, գտե մի հարևան ընկերուի բարեկամ, որ այդ դու կարաս քո երիտասարդ տարիների հիշես ինչ-որ լավ բաներ, այդ բաներ ձեր չէ։ Աշխատում եմ այդ դեպքից հետո աշխատում եմ ոչ մեկի հետ չկիսվեմ։ Դու չես կիսում, դու պատմում ես, դու ուղղակի պատմում ես լավ բաներ, ոնց որ մի հատ ֆիլմ է, մարդու կյանքը ֆիլմ է։ Ֆիլմի մի հատ սերիալ պատվի։ Ուղղակի ես չեմ ասում, բայց այն ինչ որ ես եմ ձգտում, որ լավ լինի, իմ ուզածի չափով չի, էլի։ Չեմ ասում, որ ինքը տեղս նեղալում գալիս է, հասնում է, ամեն ինչ հասցել է օգնել, ամեն ինչ արել են։ Մենք լավ ենք եղել։ Ուղղակի այդ ընկերուհիս նախանձությունից մեր հարաբերությունները ասենք չափել։ Ու չեմ կարողանում ես այդ բանը։ Դե հիմա այդ ընկերուն մոռացի, մի հիշի, որ դու ես վատ բաները թե տղատա, թե հարսը տա, ինքը քո տղան է, ինքը քեզ սիրում է, ուղղակի հոգնել է, բայց տղաներն իրանց կանանց ավելի շատ են լսում, իմացի։ Ավելի կանանց շատ են լսում։ Ոչ հաշտից եմ բողոքում, ոչ էլ ինձ վատություն արի, ոչ մի բան, ուղղակի ես սառնությունը ինձ շատ սրտից դարդ է անում։ Հետո ես ուզում եմ իմանամ, որ նպատակներ ունեմ լավ բաներ անելու, գործ անելու, ուզում եմ իմանամ, այդ իմ նպատակները կկատարվի թե չէ։ Ինչ նպատակ, տարի թիվդ ո՞րն է։ Ուզում եմ տուն շինեմ, բան դաչնի տուն եմ ուզում շինեմ։ Հավասարքի, ո՞րն է, ո՞ր տարի թիվն է, ծննդյանը թիվը, ո՞րն է։ Ուզում եմ իմանամ, այդ ինչ որ ես նպատակ դրել եմ սարքելու առողջությունս կների, որ կարողանամ դա սարքեմ իմ երեխեքին մի բան թողնեմ։ Կկարողանաս, եթե դու զգույշ մնաս չընկնես, որովհետև մի քիչ ոտքերը իրան չի ենթարկվում մարմնիդ։ Այս է զգույշ եղի, որ չընկնես։ Բայց քո տղան այտենց վատ չի քեզ հետ։ Այդ դու քեզ այտենց բաներ ես մոգոնում, այդ տիկին ջան։ Ինքը ես չեմ ասում, գնալը գալիս է շուտ գնում է։ Հա դե բուզ հոգնում է գնում այլ կնգա մոտ։ Համեստի քու մոտ։ Վայ։ Չի ասենք որ մի բան չի նստում որ մի ադոշը խոսամ։ Այդ ես քեզ որ անեն ինչ է լիրա։ Իրա ջան, ինձ լսի, խնդրում եմ, հավասար որ խոսում ես, իմ այդ բան չի հասկացվում։ Ես հասկանում եմ, որպես մայր ծնող ուզում ես մենակ ես տարիքդ էլ են տարիքը չի ծաղկուն, որ ասեմ։ Ուզում ես անպայման քո ջիգարը քո կողքը լինի, մի քիչ զրուցեի, կիսվեց մարդ ես, մենակության հարցը հետո խոյես դու եսը տա։ Բայց այս տղաները իրան էլ պետք է հասկանաս, ինք քոթի նշանա դու կրակ ես։ Ինքն էլ բնություն է ուզում, դուրս է ուզում, հետո երկվորյակը խոսքն է,
ինքը այդ շատախոսությունը չի ուզում։ Անդադ պետք է ասես, էլ ինչ եղավ, էլ ոնց էր ինքը չի սիրում այդպես բաներ։ Պետք է քիչ խոսես իր հետ։ Ինչքան նստի քո կողքը։ Ուզում եմ իմանայի, որ այդ իմ նպատակը որտեղ է։ Հա, այստեղ ցույց է տալիս։ Ահա կներիք, որ ես ուզում եմ այդ գործով զբաղվում եմ այդ շինարարությամբ, ամեն ինչը պատրաստ է։ Ինչի շուտ չէր արել, քո մոտ քեզ մոտ 12 տարի առաջ դու այդ ամեն ինչը պետք է աներ, ինչի չես արել, ոնց որ արել ես ու կիսատ թողել ես։ Մի հատ օֆիսի շենք շինել եմ, որ ես աշխատեմ հիմա վարձով եմ տալի, ես չեմ դժգոհում։ Ես հիմա ուզում եմ իմ գյուղում մի հատ տուն շինեմ, որ մենք մեր հողը ունենանք, ինձ երեխեքը կարողանան թորներս գնան, հանգստանան։ Ինձնից հետո մի բան ուզում եմ թողեմ։ Այդ շենքը սարքել եմ, էլ իրանցն է։ Հա, երևում է, որ դու ունես։ Մեծ պղեզել, թողել եմ այդ երեխեքից։ Ուզում եմ հիմա այդ բանը շինեմ, как называется, դաչնի տունը, ուզում եմ իմանալ, կհաջողեմ ես իմ առողջությունը, բանը… Հասկացա, լավ, հասկացա։ Այդ են շատ խոսում ես, քո տղուտուրն էլ չի գալիս, մի բան անդադ կրկնում ես, երկարացնում ես, կարճ կապի։ Երևում է, որ դու արդեն մի հատ արել ես, մի հատը պետք է անես, բայց հիմա դու չես հասնի, որտեղ այս ամիսները այդքան չի, այտենց որ դու պետք է շինարարություններ անես, բայց հիմա քանի որ մենք կարիչ համաստեղությունում ենք գտնվում, ժառանգության հետ կապված հիմա լավ շրջան է գնում։ Դու կարող ես, չգիտեմ, փաստաթղթով անես այդ ժառանգությունը, թե տարածքը գտնես ինչ-որ մի բան անես, գործերը սկսես։ Բայց որ ասեմ դու ինչ-որ հիմա պետք է պատերը շարես մեջ շինարարություն անես, չէ։ Ինքը շրջանն է այդպեսի, որ չի կարող անձրև կա, կարկուտ կա, գործը կանգնի։ Այստեղ քո մեղքը չի, որ ասեց ինչ-որ մի բան չես անում։ Ուղղակի զգուշեղի, որ չընկնես։ Էդ է։ Եթե մի քիչ կտեսնես գլխապտույտն ես ունենում, մեջքդ ոտքերդ սամա հոգնում ես, նստի։ Քո առողջականի վիճակը կարող է, բայց ոչ թե անկողնային, այդ քո ընկնելն է, քո ճնշման տատանողությունը, որ սա կարող է գործին ու մեկ էլ եղանակային, որ գործը կարող է մի քիչ կանգնի, բայց հիմա ինչ-որ փաստաթղթերի հարցեր, տարածքի հարցեր, կտակի հարցեր ամեն ինչ պատրաստ են։ Հա, այդ ամեն ինչը ինքը դրական է ասում։ Դրանք դրական է ասում, եթե դրանք չես արել, հիմա դրանք արա։ Հա, այդ դա է շատ շնորհակալ։ Այ դրանք արա, հա, այդ արա, դա լավ է, նորմալ է։ Տեսած ինչ լավ, համ մամա ես, համ տատի։ Համ լավ մամա ես, համ լավ տատի ես, որ ուզում ես երեխաներին, թորներիդ ամեն ինչով ապահովես։ Գերիցս գալիս է, անում եմ, այդպես չեմ ուզում ասեմ, հա, այս եմ արեմ, ինչու՞ չէ, անում եմ, երեխեքին ավելի շատ եմ անում։ Այն մյուսը, ես երկու երեխիս չեմ տարբերում, ես չեմ ասում, այն երեխիքը լավն են, այն երեխեք ունեմ, որ ես… Չէ, երևում է, որ լավ են, երևում է։ Չեմ ամաչում, ընդհակառակը, գողն են միշտ ասում են, որ լավն են, իհարկե լավն են։ Դու կազմակերպիչ մարդ ես։ Իսկ փոքր տղաս… Իռաջա, ինչ հարց, որ դուք հիմա ինձ տալիս եք, այդ ես պետքա բացանեմ այդ տղայի կառասկոպը նայեմ, մանրակրկիտ, հետո նայեմ իր ընտանիքի, երեխաների, կնոջ տեսնեմ ինչա, դա արդեն ժամանակ է խլում, որտեղ ես եթերը միայն ձեզ համար չի, կարճ այելի հերթագրվողներ կան, ու կոնկրետ մի հարց է, թե չէ ես խնդիր չունեմ նայելու, եթե այդքան կարիք ունեմ, Ձեզ շատ եմ հավատում։ Հա, շնորհակալ եմ դրա համար։ Շնորհակալ եմ, Աստված ձեզ մխիթարություն տա, մխիթարվեք մյուս երեխեքով, այդ լավ մարդկանցով, ովքեր ձեզ հետ շփվում են, նրանք կյանքը թող երկարացնեն ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ շնորհակալ եմ այդ բառի համար, մխիթարակ։ Բայց ես շատ խիստ ու բոլբոքվեք, չեմ ուզում թարմացնեմ վերքը, ոնց ասան, ես իպսոլ մնեմ առան ու չեմ ուզում, բայց դրա համար դուք
լավ մարդկանցով խոսքից սփոփվեք։ Ես ունեմ լավ շրջապատ ունեմ։ Ես լավ շրջապատ ունեմ, Իրա ջան։ Լավ բան եք ներշնչում, օպտիմիզմ շատ, ու շատ շնորհակալ եմ, Աստված թող ձեզ երկար կյանք տա, ու ուրախություն տա, եղած երեխեքով, ու լավ մարդկանցով դուք սփոփվեք։ Դու ոնց ես քո տղաներից ուրախ, որ ասում ես չեմ ամաչում, ինչ տղաներ են մեծացրել դու աստիրակել, նույն էլ ես կարող եմ իմ տղաների մասին ասել, այո, որտեղ հրայրը իմ կողքը կա, միշտ, ու էլ չեմ ուզում խոսեմ։ Խնդրում եմ, ես շատ սխալ բան արեցի, որ թարմացեցի ձեր դեպքը, կներեք։ Էդ նորմալ է, ոչինչ, ուզում եք մի լավ բան ասեք, ոչինչ։ Ես միան ուզում եմ, որ դուք մխիթարվեք լավ մարդկանց խոսքից, վերաբերմունքից, դուք ճիշտ մարդ եք կյանքում։ Հա ես բայց նկատել եք, չէ՞ մի քիչ կոպիտ եմ խոսում, կտրուկ եմ խոսում, խիստ եմ խոսում, ես չեմ բանանում, ես եմ, ես այդ բաները գիտեմ, բայց որ ցավակցում եք, մարդկանց օգնում եք, դուք մեծ գործ եք անում։ Ես հիմա շատ շնորհակալ եմ, որ դուք ինձ բան արեցիք, որ հիմնականում ինքը ված չի։ Լավ, շնորհակալ եմ։ Իրա ջան, դու ուրախ եղի, գոհ եղի, Աստծուն շնորհակալ լինի, որ դու տենց երեխեք ունես։ Ու ինչը որ դու ստեղծում ես, դնում ես իրենց համար, հատկապես այս տղան քեզանից շատ շնորհակալ է լինելու։ Այնպես որ մի ասա, որ ուզում ես մի քիչ քո հետ ջերմ լինի, հավես չունեն։ Հավեսը կորել է հիմա բոլորին, դա դրանից է։ Թե չես սիրում են, այն տղան մի քիչ ճիշտ է հեռու է, որտեղ խեցգետին եւ խոյերը իրան կվադրատ են, այդքան կողքդ է լինել, էլի ուրիշ տեսակ է լինելու։ Նա ավելի շատ իր ընտանիքով անգած։ Այս տղան էլ վատը չի։ Սա էլ վատը չի, ուղղակի հավես չունի։ Թե չէ գնահատում սիրում են քեզ։ Դու կարիք ունես խոսելու, զրույցի կարիք ունես։ Հիմա ինչ որ մեկը մեջ հանգեց, ձեր մեջ իր անդաստ իր քիմատ պահվածքն է ունեցել Աստված իր հետ։ Մեջ հանգել նախանձությունից։ Ես այդ կնոջը ասեցի, ես ուզում եմ իմանամ, ես քեզ ինչ վատություն եմ արել, որ դու տենց արեցիր։ Ես ինչքան ասի մտածում եմ, տեսնում եմ լավից վատի, ես քեզ վատություն չեմ արել։ Ինքը չի ասի։ Դու նախանձել ես։ Նման մարդիկ չեն ասում։ Երբեք նման մարդիկ չեն ասում, ինչ են իրանք սխալ բան արել։ Այդ արդեն իր կուլտուրայից է գալի, ինտելեկտից է գալի, եթե սխալ գործող մարդը կարող անկեղծ ասի կներես, ես ինչ բանում սխալ եմ եղել։ Իրանք իր սխալները չեն ընդունում։ Դրա համար էլ այդ մարդկանցից հեռու մնա։ Դե լավ, քեզ առողջություն, այդ ծրագիրը որ դրել ես, շատ լավ ծրագիր ես դրել։ Ուղղակի հետևի քո առողջականին, որ ուղղակի որ հիվանդացա, ես գնացի աշխատանք էի ընդունվեցի, աշխատեցի, սավ դառնացամ, ասեն այդ տարիքում ոնց ես աշխատում, ասեցի ես ուզում եմ աշխատեմ, չեմ ուզում պարամ ձեռքերս տալացնեմ։ Դրա համար կյանքդ երկար կլինի, ուղղակի քո շնչուղիները մի քիչ ստեղ տեսա լավ չի, տաք պահի քեզ չմրսացնես։ Ու խոտաբույսերով թեյ խմի, թիակդ տաք պահի, թիակդ է քո մոտ, թիակդ։ Մեջքը թիակը տաք պահի, այդտեղ մի քիչ լավ չի։ Դե լավ, առողջ եղեք։ Ձեզ էլ համբերություն։ Ստեսություն։ Շնորհակալ։ Ալո։ Բարև ձեզ, լսում եմ։ Ես խնդրում եմ Տիկին Լուսիային Լսում եմ։ հետ կապված մի քանի հարցերի, եթե կարելի է պատասխանի։ Մի քանիսը ինչքան է մի քանի հարցերը։ Չէ, ուտենք այն մեկը քերուս աղջիկն է, այս աղջիկը իրան հետաքրքիր ասում մենք միասին կլինենք, թե չէ նշանակի հետ։ Հա։ Նշանվել են, նշանը հետ տվեցին, այդ տղայի մաման չթողեց։ Այն մեկն էլ իմ հարազատ քուրիկն է, իրան էլ կյանքը շատ դժվար է, չգիտեմ, ինչ խորհուրդ կտաք, ինչ անի, որ մի քիչ թեթևանա։ Լավ։ Որ ասեմ տվյալները արդեն դուք էլ էլի Տիկին Լուսիակի մամաքի։ Հիմա ես եմ Կարինե ջան հարց տալիս։
Եթե խնդիրը իրենցն է, իրանք ինչի չեն զանգ տալի, որ դու մաման չես իրանց, դու իրանց մաման չես։ Չէ, քան չէ, այդ քերոզացիկը դες զանգել է, բայց չի կարողացել միանա հաղորդման համար։ Դա դու ոնց միացար։ Ես լավ ասել ենք համարը խցած Բախտդ բեր։ Ասինքն ցեղի ակտիվը դու ես, հարց լուծողը դու ես։ Ավելի ճիշտ երևի, քանի որ ես եմ ձեր հետևորդը, հա։ Գիտակցական առումով իրանք երևի այդքան չեն լուրջ վերաբերվում կամ պատկերացնում իրավիճակը կամ ինչքան կարևոր է այդ գիտությունը մեր կյանքում։ Դե հա մարդկա այդքան աստղաբանությանը տեղ չի տալիս, որտեղ իրանք այդ նորմալ է, ես այդ նորմալ եմ, նա, որտեղ իրենք ասում են, ես Աստծուն եմ հավատում, ես գնում եմ եկեղեցի, ես Աստվածավախ եմ, Աստծուց չեն վախենում նախ, թող իր հավատը իր մեջ մնա ու իր հավատով իր աղոթքով ապրի։ Այդ մեղադրելու չի, բայց քանի որ մեր Հայաստանում այս աստղաբանությունը նորը 1-2 տարվա պատմություն չի ասում, էլի նոր է ինքը համարվում, այդքան ճիշտ ինֆորմացված չի, այդքան ճիշտ գրագետ տեղեկատվություն չկա, հիմա աստղաբաներ շատ են հայտնվել, ջահել-ջուհել աստղաբանություն են ուսումնասիրում, լավ են անում, բայց լուրջ կարգին գրագետներ լինեն, ոչ թե։ Ես դες արդեն երկար տարիներ եմ հետևում։ Շատ էլ չէ, կարելի ասել մի 5 տարի։ Ու այնքան շատ գիտելիք եք տվել դուք եթերների միջոցով ապրելու համար, շնորհակալ եմ ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ, Կարինե ջան, որ ընդունել ես։ Միլիոնավոր տարիներ ապրեք առողջ։ Լավ, հիմա ասա քերոտ, լավ, դվարնի քուրիկը տա, ասա, հայրատվալներն ասա։ Այդ քերոս աղջիկն է։ Լավ, արդեն պարզ է, եթե կարիճ է, արդեն պարզ է։ Ինչ հանատիննել ասեն։ Ինչ է սպասի մի րոպե իրան, այտենց հեշտ չի, էլի, պետք է։ Հա։ Կիրակի օր է ծնվել։ Ինքը լաց կան, ընդհանրապես։ Կարող է թաքուն լացում է, այդքան մենք չենք ստանալու։ Ոչինչ, դա էլի մարդկանց անգրագիտությունից է թվում է, եթե այդ տղամարդկանց եմ ասում, թվում է, որ կանայք աղջիկները լաց են լինում, իրանք թույլ են ու կարելի է օգտվել, դա այդպես չի։ Ուժեղ մարդն է լաց լինում։ Իրոք ուժեղ մարդն է լաց լինում։ Այս աղջիկը այդքան թույլ աղջիկ չի։ Այդ աղջիկը ինչ մասնագետ դառնա, որ իր կյանքը ճիշտ Արվեստ կա իր մոտ, էկոնոմիկա կա, կոմպյուտերային ծրագրեր կա, վախեր կա իր մեջ։ Հա, իր մոտ բաժանությունը կա։ Բաժանվեցին։ Ասում մենք միասին կլինենք, թե չէ, ինքը այդ տղայի հետ կլինի, թե չէ։ Այդ տղայի տվարները պետք է ասես։ Այս տարի է իր հարցը որոշվում ու հենց այս ամսին, հոկտեմբերը վերջացնում ենք արդեն, նու կարիճ ենք մտել 23-ից, նոյեմբեր ամբողջ, իրանց հարցերը որոշակի կլինի։ Հիմա ուզում եմ տղային ասես, ասա տղային է։ Լավ, տես ինչ եմ ասում առաջինը, այս աղջիկը իրան ներքին վախերը թող հանի, ներքին տագնապներ կա իր մեջ, ընդհանրապես։ Իրանք ասեմ կնայի հաղորդումը։ Հա, լավ։ Ահա։ Գիտես ինչն է, ու իր փոքր ժամանակվանից իրան անդադ զրպարտանքներ կա, դրա համար ինքը վախերի մեջ է։ Մեղադրում են, զրպարտում են, կեղծ մեղադրանքներ են իրան անում։ Թող ինքը իր ուժերի վրա վստահ լինի ու ինչ խոսի բանի տեղ չտնի։ Օ, ինչ համառ է։ Էս ինչ համառ է։ Տես այս աղջիկը իրա։ Այս տղայի կարմիկականն է, որ կյանքում անպայման իր հետ պետք է հանդիպեր։ Եվ այս տղայի ընտանիքը, ծնողական ընտանիքը, այդքան լավ վիճակում չի։ Անհաջող ընտանիք։ Իրանք այս երեխան մեղավոր չի, որ ծնվել է այդ ընտանիքում։ Ինքը իրոք մեղավոր չի։
այդ ընտանիքն է ու ամբողջ էս երող ոնց որ աղջկա մոտ է, ամբողջ իր հայրական օջախի ինչ որ կա, պապենական միջև անգամ վերցրել է իր վրա ու այս տղային էլ է այդպես, ոնց որ դրա համար կարմիկական ծրագիր է, այս մարդիկ իրար պետք է հանդիպեն, մեկը մեկին օգնի ու մաքրեն։ Եթե իրենք, մի րոպե։ Այս տղան որտեղ է ծնվել։ Արտաշատ։ Իր մոտ էմիգրացիա կա, եւ էմիգրացիան ես չեմ ընդունում, երևի լսել ես, որ չեմ սիրում, որ երկիր են լքում, բայց այս տղային կա երկիր լքել։ Էլ իր հետ չեն լինի։ Ու ես կասեմ, որ արժի, որ ինքը լքի, որ այդ վատից, չարից, բացասական էներգիայից դուրս կա։ Իսկ մեր երեխեն։ Իրանը չի տալ, իրան միջև անգամ խորհուրդ էլ չի տրվում։ Հա։ Իրանց ընտանիքը տես, հիմա կլսի այդ տղան, թե իր մամա, պապա կլսի, ես չգիտեմ, որտեղ ես միշտ մեկով բոլորին եմ օրինակ բերում, ու ես հաղորդում է հեռախոսային զանգեր է, որ միայն բայց թեվում ասա, ու ես որ ասում դա իրոք իմ աշխատանքն ընտանիքների մասին զանգերին, որ հիմա որտեղ ինձ գրում են մարդիկ կան, որոնց հետաքրքիր չի ուրիշի կյանք ընտանիքը, այստեղ հարկավոր չի դուք ուրիշի կյանք ու ընտանիք մտնեք։ Դուք ուղղակի տեսեք, իմացեք, որ ինչպիսի ընտանիքներ կան մեր հայոց աշխարհում ու հիմնական խնդիրը ինչից է գալիս։ Ու ինչն է խնդիրը, ինչն է մարդկանց տանջում։ Ծնողներին հետաքրքրում երեխեքի ամուսնություն, ընտանիք, կնոջն էլ հետաքրքրում է ինքը երեխա կունենա թե չունենա, ամուսինը կդավաճանի թե ոչ, ու ինչ մասնագիտություններ ունեն։ Հիմնական սովորական նորմալ մեղ բաները, որ մեր ժողովուրդը ուզում է։ Բայց հիմա նայ, այս տղայի ընտանիքը, ինքը մեղավոր չի, որ ծնվել է այդ ընտանիքում, որտեղ Կարմիչեսկի շատ մեծ ծրագիր է տանում, որ իր ընտանիքը, հետ էլ չեմ սիրում նման կարգի խոսակցություններ, բայց որ մեր Հայաստանում ամեն համայր է կարելի ասել երկրորդ ընտանիքում մեծ բանակա կա ու կա, դա անեծքներն է։ Այս ընտանիքը ոնց որ անիծված լինի, այս տղայի հորական ընտանիքը եւ ֆինանսապես էլ իրանք լավ չեն, որովհետեւ ոնց որ ասած այս ընտանիքի աշխատանքը մաղի մեջ լինի ու ինչքան գումարը գալիս է, այնքան ջրի պես գնում է։ Հիմա այս աղջիկը իր կյանքում հանդիպել է։ Այս աղջիկն էլ մի այդքան կարգին չի, որ ասես այնտեղ իր ընտանիքն էլ, բայց համեմատած հագին տարբերություն կա դեպի դրական եմ ես ասում։ Տղեն էլ ինքը այդքան վատ կերպար չի ասվում, բայց այս իր ընտանեկան վիճակից ինքն էլ գժոտ է դառել լուավոր համար։ Հետո որ ինքը հայ ծեղջուր է, Հայաստան հայ ծեղջուր է։ Ես այդքան խորհուրդ չէի տա, որ ինքը երկիրը փոխեր, բայց քանի որ ինքը Կարմիչեսկի մեծ ծրագիր է տանում, իր ուսերի վրա ինքն էլ տեղյակ չի, ինչի, ոնց, ումից։ Իրան ասում է երկիրդ փոխի լավ կլինի, բայց այնպես չի, որ ինքը հենց հիմա իր ճամպրուկն առնի ու երկիրից գնա։ Դա պետք է ստացվի իրան։ Եթե ինչ որ աշխատանքի առումով ուրիշ երկիր, լատարի շահում ուրիշ երկիր, կամ գնում է մեկ ուրիշ երկիր, ինքն դե երկիրը դռները բացում է իր առաջ, ինքը պետք է մնա, որտեղ իր մոտ էմիգրացիա ցույց տալիս է։ Աղջկան այդքան խորհուրդ չի տրվում, որովհետև դեռ ես չեմ տեսնում, որ իրանք պետք է ամուսնանան, որ ինքն էլ իր նշանածի հետ գնա։ Իրանց միությունը այդքան ամուր չի։ Այ ասում եմ նախորոք, որովհետև это աջեղջուրը այս կարիճը վաղ թե ուշ կարիճը աջեղջուրի ոտքը կծելու է այդ տղայի պահվածքից այս աղջիկը իր ոտքը կկծի այսինքն շատ բաներում իրանք խանգարի մի րոպե մի րոպե այս մեր աղջիկը ինչ-որ զբաղվի ինչն է իր որ իր կյանքը ճիշտ լինի ինչ անենք այս երեխու համար ախր իրան էլ ասում ընտանիքդ պահի ընտանիքդ պահի տղու մաման իր նշանը հետ վերցրեց պատճառն ուզում էին որ մեր աղջիկը ավելի ճիշտ մամաների մեջ էր կռիվը գնացել ինչ էր ուզում որ ձեր աղջիկն ինչ ասել էին մեր երեխուն տնից դուրս չգար չաշխատեցեն իր մաման էլ ասել էր իմ տան մեջ է իմ երեխեն երկրորդ կտանեք դուք կորոշեք ինչ անի Այդտեղից որոշել էին, որ պիտի նշանը հետ տան։ Այսինքն ապակա կեսուրը
Չեր ուզում, որ հարս աշխատի։ Հա։ Յա, այդ կեսունն է որոշում։ Դե ես տենց գիտեմ։ Բա մարդը։ Բա փեսացու։ Ֆուր էլ գնացել քշելու մի ամսով ստեղ չեր եղել։ Ձեր աղջիկը սիրում է այդ տղային։ Երևի թե հա։ Իսկ տղան։ Սիրում է, որ ասում է հարցրեք, ես իր հետ կլեմ, թե չէ։ Իսկ այդ տղան ինքը ինչ է, այս տարիքին ինչ հասկանում սերն ինչ է։ Իսկ այդ տղան սիրում է այս աղջկան։ Տիկին Լուսիա, ես ճիշտ ասած, եթե կարելի է մի բան դի ասեմ։ Ես այստեղ ամուր միություն չեմ տեսնում, կարճ մի անգամից քեզ ասում եմ։ Ես ամուր միություն չեմ տեսնում, որովհետև դեռ չի ամուսնացել, դեռ չի մտել, ես արկա եմ ասում, դալան, դեռ չի մտել դրա տակը, այս աղջիկը, կեսուրն արդեն իր իրավունքները ցույց է տալիս։ Չի կարելի, ինքը տղա է, պահել է, մեծացրել է, լավ է, վատ է իր տղան է, ու պետք է տարիքը հասունացել ամուսնության ընտանիք ստեղծելու, վերջ։ Եթե հավատքով կինը Իմ քրոջ կյանքը կդասավորվի նորմալ հայեցի։ Կարինե, դու ինձ սենց հարց ես տալի գուշակի նման, կլինի թե չի լինի, ես կարճ չեմ գցում, որ ասեմ այո կամ ոչ։ Երկուսի մոտ էլ սխալ բանը կա։ Նախ առաջինը ձեր աղջիկը լեզուն իրան չի պահելու, նա անդադ խայթելու է։ Անկախ նրանից այս տղայի մաման կթողնի, չի թողնի, կուզենա թե չէ, որտեղ տղայի գառացկուպը ցույց է տալիս, որ ինչ է ցույց տալի։ Վեներան это կարիճում է։ Ինքն էլ անտարբեր չի, ինքն էլ զգացմունք ունի այս աղջկան հանդեպ ունի, բայց աղջկա գառացկուպը այդքան չէ։ Ինքը պետք է իր լեզուն իրան պահի, որպես այս ընտանիքը ձևավորվի, բայց ինքը իր լեզուն իրան չի պահի։ Իսկ ինչ վերաբերում աշխատանքի համար, իրանք լավ կլինեն այն դեպքում, երբ որ գնան առանձին ապրան։ Ոչ այս աղջկա մամա պապա, Կարինե ինձ լսի, ոչ այս աղջկա մամա պապա խառնվեն, միջամտեն, ոչ այն տղայի պապա մամա խառնվեն, միջամտեն։ Դրա համար էլ այս տղային ուզած-չուզած երկիր է փոխել տալիս։ Քանի իրանք այս տղան այստեղ ապրում է, այդ մաման միշտ էլ խանգարելու է։ Իրանք այդ որտեղ են ապրելու, գյուղում։ Մեր երեխեն ուզում էր, որ գան երևի թե քաղաք վարձով ապրեն, չգիտեմ։ Բայց դրա մաման կթողնի, որ չեմ կարծում։ Չթողեց, էլի բաժանեց, չթողեց։ Չէ, չեմ կարծում։ Եթե երբ են բաժանվել։ Երևի մի երկու տարի կլինի։ Բայց իրանք չեն հանդիպում։ Ինձ թվում է թաքուն, չգիտեմ։ Այո, այդ թաքունը կա։ Չէ, արդեն վերջացավ, վերջ։ Այս ամիսն է, նոյեմբեր ամիս, այս աղջկա ծնունդից հետո իր անձնական հարցը կոնկրետ այդ տղա հետ հստակեցում, այք ասած հա ու չեն է, ոչ։ Պատասխան ասում է ոչ։ Ինքը ինչ մասնագետ դառնա, ինչ է ուզում, էկոնոմիկա է, ինչ է ինքը ուզում։ Թե պիտի գնամ սալոնում աշխատեմ։ Ինչ խանութ։ Ինքը հա, կոսմետիկայի շորիտեն խանութներում աշխատել։ Հենց այդ բանն է, այդ Վարշավի սալոն որ ասեցի, սալոն, բայց չի սովորի, լավ կլներ, որ էկոնոմիկա գնար, չի սովորի։ Բանկում բանկային համակարգ լիներ, այդ Վարշավի, այդ որ հիմա անում են էլի, սալոնները, տենց բաներ է իր մոտ։ Առևտուր իրան չի թույլատրվում, այդ եթե խանութում աշխատել է, դա այդ առևտուրը չի։ Իրան հարկավոր չի, որ ինքը գնա ինչ-որ ապրանքներ բերի, որտեղ ինքը չի կարա վաճառի, իրան այնպեսի տեղ պետք է աշխատի, որ քիչ լինեն մարդիկ, որ շատ լինի կոնֆլիկտներ կլինի։ Ինքն է ստեղծում, ինքը ստեղծում է դա։ Փողի ժողովրդի ասած փողի ղադերը գիտի ու չգիտի։ Տեղեր կա պինդաձերքը, տեղեր կան այս տեղա ծախսում, որ իսկի պետք է չի ծախսել։ Այստեղ այդ իրանք չեն կարողանա, թո դա մտքից հանի։ Իսկ իրան տնված է երեխա, ընտանիք։ Հələ չամուսնացել, արդեն երեխուց ես խոսում, կայ Կարինե։
Ինչի՞ց այդքան դարդանում է։ Ողբերգություն չի։ Կամուսնանա, ինքը կամուսնանա։ Ուղղակի այդ տղան իրանը չի։ Եթե մի բանը արգելվել է, եթե մի բանը չի ստացվում, հարկավոր չի պայքարել, որտեղ այդեն ժամանակաշրջան ենք մենք իմ ապրում։ Կամքիցը թակառակ ոչինչ չպետք անես, ստրկական վիճակը վերջանում է այսուհետև, հաջորդ տարի դու կտեսնես արագ տեմպի մտածելու, մենք ժամանակ ենք մտնելու, դա 26 թվականը և տենց կշարունակվի ու գիտելիքի մենք ժամանակաշրջանում ենք, գիտելիք ձեռք բերել, ու լեզուն է մեկ էլ իրա լեզուն, որ ինք իրա լեզուն իրան չի պահում։ Հա, իրան ասեմ, այդ սալոնային ուղղությամբ գնա։ Այդ կոսմետիկա, մանիկյուր, վարդավիրություն։ Հա, այդ իրան ինքը պետք է սովորի անպայման, սովորի։ Ընտանիքը իրան տված է, ինքը ընտանիք ունենա, տված է իրան ընտանիք, բայց կա իրան ամուսնություն, իրան ընտանիք կա ու այս 26 թվականի միջև հունիսի վերջը, քանի Յուպիտերը գտնվում է Խեցգետոնում, իրա մոտը տեղ է։ Իրան այդքան վատ չի, իրան կողմնորոշվել է տալի, բայց ողբերգական չի։ Կողմնորոշվել է տալի քո տեղը ճանաչի, դու որտեղ ես, դու կին ես, մայր ես, թե գործարար մարդ ես։ Մասնագիտության հստակ ընտրություն ունենալ իր փեշակը եւ աշխատել։ Սա իրան պետք է։ Ու այն սխալները, ինչը որ իր համար ասենք ընկերոջ հետ ինքը վիճել է, այնպես բոլորին է դա վերաբերվում, որտեղ որ ինքը դիտողություններ է ստացել, իր վրա խոսել են այդ բնավորություն, այս տարի իրան հետ ասում։ Վերջացրու քո այդ սխալ բնավորությունը առաջիներտին եղի խոհեմ, իսկ ինքը լսելու հատկություն չունի։ Ինքը միշտ ճիշտ է ու խռովում է։ Ինքը նեղացնում է, ինքը սխալ բանանում է, բայց որ ասում ես դու սխալ ես, ինքը կարող խռովի։ Ինչ է խռովում։ Դու գիտես դա նշանակում է փոքրություն։ Ու հետ շերում, որ ինքը են կարիճներիցն է, որ ես միշտ ասում եմ, ավելի շատ կշեր կա, խռով կան, ինքնասիրահարված, ես հիմա իր թերություններն եմ ասում։ Ասեք, որ թերությունները շատ դու ինքը լսի։ Հա, բայց դա չի նշանակում վատ մարդ, սխալ մարդ։ Հա, դե Որ կեսուր, այն ապակա կեսուրն էլ իմանար, ասի տեսակ ինչ վատն է, ինքը հետ էլ վատը չի։ Չէ։ Կարևորը, որ ինքը բարոյական մարդ է։ Հա, բարոյական երևի մամայիս, գեներով մամայիս կողմնա քաշել։ Գովի։ Ու էլի նորից կրկնում եմ, իր ամեն առաջի սխալ իր լեզուն է։ Ինքը խոսում պրծնում նոր է մտածում։ Այդտենց ինքը իր հաճախորդների հետ վատ կխոսի, Իրանից չենք առևտուրան են կարող է կոպտեն հետո վաղը ղեկավար այդ խնդիր լինի, որ հիմա հենց այս ամբողջ ամիսները ղեկավարության հետ է կապված խնդիրները։ Կարող ասեն դու քեզ ճիշտ չես պահում, դուրս արի աշխատանքից։ Ինքը լավ կլինի ձեռքը աշխատի, փեշակ մի ձեռք բերի, ուզում է վարսավի լինի, ուզում է կոսմետոլոգ լինի, հագուստել իրան վատ չի, հագուստի գործով, բայց կոշկեղեն է, հետաքրքիր է, այդ էլ իրան մոտ լավ կստացվի։ Չէ, ավելի լավ է սալոններ գնա, ավելի լավ է այդ սալոնները գնա, այդ իրան ավելի լավ է ու օրվա եկամուտ է իրան տալիս, ուղղակի փողը իմանա ոնց է ծախսում, ընտանիքն էլ կստեղծի, մի քիչ պետք է խոնարհ լինի, այդ խռովկանությունը թարգի, ժպտերես ամեն ինչին, ժպտերես դիմավորի եւ հումորներ անի։ Այն տղային էլ թող մի ինչ-որ գիրքեր կարդաց, վերջացրեց, ֆիլմեր, փագեց, պրծավ, վերջ, ոչ վերցնի, ոչ էլ դնի։ Այդ տղան էլ ուզում է թող երկերը փոխի, եթե արդեն այս աղջկա հետ ինքը չի, էլ ինքը մեզ հետաքրքիր չի, որ ես իրան ասեմ երկիր փոխի, թե չփոխի։ Ուղղակի լավ կլինի, որ մամաները հասուն տղաների, աղջիկների անձնականին չխառնվեն, որտեղ մենք այդ ժամանակներն ենք արդեն ապրում, հաջորդ տարի հուլիսի 1-ից սկսած, տեսեք նախորոք ասում եմ, դեռ ինչքան կա ժամանակ, բայց այնց է թռնելու ամիսներն ու օրերը, ծնող երեխա հարաբերություններն է սկսվելու, հատկապես պապաների հետ, ծնող երեխա հարաբերություններ, երեխեքը ծնողներին չեն լսելու, նրանք սկսել են ավելի ուրիշ կերպ մտածել, շատերը կուզենան առանձնանան ու կսկսի տարաձայնություններ։ Եվ այդտեղ ես ուզում եմ անպայման մեջ բերեմ, դա ասեմ անպայման, որտեղ միջև անգամ ուզեցել են վերնագիր, բայց
ինձ ասեցին, որ նման վերնագիր տրված է, որ ծնողի անեծքը ահա որը հանկարծ պապաներ, մամաները բերանը շատ է կեղտոտվել, պապաներ, որը չի սազում, տղամարդ կերպարան գնում առանց էլ հիմա շատ թուլացած են տղան, հանկարծ չանիծեք ձեր երեխեքի սխալ արարքների համար, ընդհակառակը օրհնեք, լույսը բացում է դուք ձեր երեխեքին օրհնեք, օրհնակից վեհ բան չկա, օրհնեք, հաց եք ուտում օրհնեք, կարևը տեսնում եք, օրհնեք երեխե տուն է գալի օրհնի, օրհնեք, որպեսզի խաղաղ ապրեն, ասա։ Իսկ ին հարազատ քուրը Ինչ է քո հարազատ քույրը, ասա։ ինքը ավտացել է, ընտանիք բան ունի, բայց էսա երջանիկ չի, մասնագիտության մեջ մի երկու բան սովորեց, մասնագետ չդարձավ, ինչ ասել։ Կարինի, ես կախարդական փայտիկ չունեմ, ինչ անե, որ այդ մարդը լինի երջանիկ, ասա խնդրեմ։ Ես ուզում եմ իմանամ ինքը ինչն է սխալ անում, ինչ ուղղությամբ գնա, որ իր կյանքը շահկի։ Թիվը ասա։ Կարող է իր մտքին կա Հայաստան լքի։ Կարող են քեզ վերջերս շատ փակա, իմ հետ էլ չի կիսում, չգիտեմ։ Բայց ես տեսնում եմ էլի, որ խնդիրներ ունի։ Ինքը այդպես ծնվել է, դա նոր չեղավ։ Ինչքան հասունանում է, իրական իրավով լնելի երևում է։ Իր ամուսինն էլ կարիճ է էլի։ Ինքը օրվակես ուրիշ մարդը, օրվակես ուրիշ քո քուրիկդ։ Ահա, կարող է զանգի խոսա, մեկ էլ կեսից փոխի լրիվ ուրիշ մարդ դառնա։ Դու իրան հարցնու, ասա քուրիկ ջան, ինչ ես ուզում այս աշխարհից։ Չգիտի, ինքն էլ չգիտի ինչ ա ուզում։ Ինքը միշտ դժգոհ է։ Ինքը տենց ծնվել է։ Ինքը ավելի շատ տղա պետք է լիներ, քան աղջիկ։ Իրա մտածելակերպն էլ է։ Կացկացամիտ, ոչ մեկին չի վստահում, ամուսնության մեջ շտապել է, իրան թվում է, եթե ինքը երկիրը փոխեց իրա մոտ պետք է լավ լինի, թող փոխի, բա մարդուն ինչ անելու։ Չգիտեմ։ Ես էլ չգիտեմ, որովհետև իրա բնավորությունն է, ինքը ինչքան մեծացավ, իրա իրական դեմքը տենց է։ Մարդները խաղալու հետ սեր ունի, ինչ անեմ, ես իրան ինչ խորհուրդ տամ, որ ես տենում եմ, որ ինքը, չգիտեմ, ոնց ասեմ։ Կարինի, գիտես միակ խորհուրդն ինչ է, որը ես չեմ ընդունում, այդ իմ տված խորհուրդը ես ինքս չեմ ընդունում, բաժանություն, հեռացում, Իրանք, հա։ էսա, բայց արդյոք քույրդ կբաժանվի, ոչ, Խի։ ամեն օրը գիտի, որ հիմա լավ պետք է լինի, բայց ոչ մի բան էլ լավ չի, ամեն օրը գիտի, որ այսօր լավ է լինելու, ոչ մի բան էլ լավ չի, ինչի, որտև հենց ամենից սկզբից ինք արել է սխալ ընտրություն, Կարինի, քեզ մի հարց եմ տալի, քանի որ անկեղծ խոսակցություն է գնում ու դա թող բոլորն իմանան, քո քույրը որևիցե գուշակի դիմել է այս իր հարցով, մենակ անկեղծ եղի խնդրում եմ, Ես գիտեմ, որ գնացել է մոմթափողի մոտ, այդ մոմթափելը ոչինչ, գնացել է, թե չի գնացել, ես անկեղծ չգիտեմ, այդ մոմթափելը ես ված չեմ ընդունում, որտեղ դա նորմալ է, այդ բացասական էներգիան է մաքրում դրանից, որովհետև իր երեխեն աչքի խնդրով ծնվել էր, աչքը գլաուկոմա էր, իմ իմանալով այտենց գնացել էին, որ մոմթափեին երեխու վրա, դրանից հետո երեխեքին կնքել։ որտև ինքը սխալ տեղ է գնացել մարդի, ունեցել որդի, Իրանց տարածքում ոնց որ այտենց կեղտոտ բաները, անողները շատ են, որտև ինքը անընդհատ մի ընթացք բողոքում էր, ասում էր կեսուրս, չգիտեմ ինչներ տարե հարևանը խաբար տվեց, այտենց բաներ ինքը ինձի ասել է, բայց թե կոնկրետ ինքը գնացել է, թե չէ, անկեղծ չգիտեմ։ Այո, իրանց ընտանիքի վրա կեղտոտություն կա, հորական, որտեղ որ ինքը ամուսնացել է, որտեղ իր ամուսինն էլ, որտեղ որ ծնվել է այդպես է, Ինչ անի, որ տոնը այս երեխեքի կյանքը ճիշտ գնա։ ասում եմ, բաժանություն,
բաժանություն, անցածը մոռանա, իր երեխեքի կրթությամբ դաստիարակություն զբաղվի, որ երեխեքը ու երևի այտենց արդեն ինքը երկիրը փոխի ու ամեն ինչ կփոխվի։ Բայց հարց, արդյոք այս աղջիկը կգնա այդ իմ ասած քայլին, ոչ, որտեվ կասի ոնց գնամ, ուր գնամ, ում մոտ գնամ։ Բախոնիմա թիկունք չունի, մաման էլ իրան թիկունք չի։ Ոչ մեկ չի։ Այս աղջիկը մենակ է, Կարինե, ինքը մենակ է լրիվ, ծնվել է օծի տարին ու այս տարին է, որը նշանակում է իմաստություն ու աղեղնավոր, նպատակասլաց, իրան տրված է հնարավորություն, իր իմաստության լավ սխալն եղել է, չենք քչպորում անցյալը, չենք կարա դա վերադարձնենք։ Հիմա այս են տարիքն է, որ հասունացած տարիք է համարվում, մայրը ծնող է, կինը թողում է մի կողմ, որպեսզի ինքը նորմալ ապրի ու իր երեխեքին նորմալ կրթության, գիտության, ընտանիքի ինչ որ պետք է մեկին տրված է։ Ինչ աշխատանք անի, որ այդ երեխեքին պալի։ Ինչքան է մեծը։ Մեծը 12 երևի թե 12, հա։ SMS տարիք է, որ պետք է իրանք անպայման պապա մամայով մեծանան։ Հատկապես մեծը, պապա մամա, բայց հորից ինչ սովոր է այս երեխեն։ Չէ, ինչ սովորի, գիտեմ ես։ Կրթություն էլ չունի։ Պատերի հակառակի արդյունքն է երևի թե։ Կրթություն էլ չունի։ Չէ։ Իրա ամուսինը կթողի այդ խաղալը։ Չէ, Չի թողի, ինքը ես տենում եմ, որ գնալով կկործանվի։ չի թողնի, որովհետև այստեղ մարսն է աղեղնավորումը, տված է, այստեղ ասում է, որ այս աղջկա վրա, իր անձնականի վրա, իր ընտանիքի վրա կեղտոտություն է արվել։ Ու մի ընտանիքից, որտեղ ցեղն է անիծված, ցեղը, գենը։ Ու այդ բուջուրն էլ ծնվել է այդ ընտանիքից։ Եթե ինքը ամեն գործ էլ կարա անի։ Քույրը ամեն գործ էլ կարա անի։ Եվ իրան տրված է հենց այս տարվանից ոտքի կանգնել ու գնալ առաջ, ոչ մեկի վրա հույս չդնի, ոչ մեկ իրան չի օգնելու, ինքը իր ուժով, իր գիտակցությամբ, իր աշխատասիրությամբ, իր նպատակով, ցելոստրեմլիոնս նպատակասլացվածությամբ իր երեխեքին կարա ոտքի կանգնացնի ամեն ինչ։ Տիկին Լուսիա, որտեղ է իրան ճիշտ։ Ինչ է։ Եթե երկիրը լքի, որ երկիր գնա։ Չգիտեմ։ Ռուսաստան ես խորհուրդ չեմ տա, Ռուսաստան չնայած ցույց տալիս է իրան։ Ամերիկա գնա։ Բայց ո՞նց է գնալու, մոտ է գնալու։ Մորքուրիս աղջիկը ընդեղը։ Մի րոպե։ Ես այդ ցույց տալիս է երկրի տեղափոխություն։ Տիկին Լուսիա։ Եթե այս տարի միջև հաջորդ տարի հունիսի վերջ կարողացավ այդ հարցերը կարգավորի գնալու, թող գնա։ Ամերիկա։ Հա, որտեղ աղեղնավոր է, հակառակը երկվորյակն է աղեղնավորի, Ամերիկան էլ երկվորյակ է։ Ինքը կարա գնա այնտեղ ու իմիջիալոց սոցիալապես էլ իրան ապահովություն է տալիս, բայց մի բանով, դա չի նշանակում, հենց գնացի դառա չգիտեմ ինչի տեր Ամերիկան։ Ոչ, աշխատասիրությամբ մեկ եւ ինքը կաշխատի եւ որ իր անցյալը լրիվ մոռանա, որպես իրան չտանջի ու առողջականի խնդիրներ չլինի, որտեւ իր լյարդը, արյունը, անոթները, վերջույթները, սառումը, նևրոզա, ահավոր նևրոզների մեջ է կրծքան վանդակը, հոդերը, լավ էլ ամեն ինչ չեմ ասում, մի խոսքով այս աղջիկը ոչ մի նորմալ տեղ չունի։ Դուք գնալու համար իմ ամուսնու համար էլ էի ասել, բայց ուզում էի իմանալ, որ երկիր գնա։ Ես հիմա Կարինի ջան չեմ կարա քոնը բացանեմ, նայեմ ժամանակը վերջանում է, այստեղ սա ազգուտակից սկսեցի նայել, այտենց ոնց կլինի, դες չի լինի։ Մենակ իրան ասեք գնա, թե չգնա։ Ես քրոջդ համար ես հարցը տվել, ասեցի, այդ եթե այնտեղ ազգական բարեկամ ունեք, թող օգնի, այս աղջիկը գնա, ոտքի կանգնի, ինքը սոցիալապես ապահովությունն իրան տրված է, որ հաջորդ տարվա միջև կեսը ինքը իր հարցերը լուծի, բայց անցյալը պետք է մոռանա ու չկրկնի։ Էլ չասի, վայ, բա որ գնամ ոնց եմ անելու, ոչ, իրան տրված է ոտքի կանգնել, ինքը կարա կանգնի։
Իսկ այն մյուս աղջկան, որ ինքը պետքա բաժանվի, կտրուկ հարցը պետք է բաժանության դնի եւ իր ձեռքի շնորհքի աշխատանքներ ունի։ Նրան այդքան չեմ ասում երկիր փոխի։ Ինքը պետք է առաջինը մոռանա այդ ամեն ինչը, իր վրա աշխատի, լեզուն իրեն պահի, մասնագիտություն ձեռք բերի, միջև բախտը բացվի այդ աղջկա ու անցյալի սխալներ չկրկնի։ Վերջ։ Հոգնեցի։ Որտեղ ինչքան ասենց բաներ տեսնում եմ ընտանեկան ոչ ճիշտ գարմոնիկ վիճակը, ես դառնում եմ ագրեսիվ, ես քեզ դա չեմ ուզում։ Ագրեսիվ չեմ, ուղղակի իմպուլսիվն եմ, զայրանում եմ, որ մարդիկ մեծանում են, հետո ամուսնանում են, հետո ընտանիք են ստեղծում, բոլորն ուզում են ամուսնանալ, բայց իրենք իրենց ճիշտ չեն պահում։ Շատ սխալ են մարդիկ իրենց պահում, դրա համար մեր երկրում ասենց բաներ ա կատարվում, հիվանդություններն են շատացել, ամուսնալուծություններն են շատացել, անառակությունն ա շատացել, խաբեությունը, սուտը, կեղծիկը, հիմա մենք կարիճում ենք գտնվում, նոյեմբեր ամիսը, Սև լուսինը կարիճում ա, եթե լսել ես հաղորդումներս, մարտի 27-ին ենք մտել, տալիս ա մոգություն, կախարդություն, դավաճանություն, սպանություն, ինքնասպանություն, կրիմինալը եւ հանցագործությունը շատ է։ Այս որ հիմա դուրս են եկել փողոցներում այսքան գորգռում են, երթևեկությունը խանգարում են, մարդկանց նյարդայինի վրա ազդումը, բոլորի վրա ազդումը, անիմաստ է, մարդ ուղեղը քաոս է։ Երեխայա մի ընտանիքում ծնվել, ուրախություն է, ուրախացել են, երկար ժամանակ երեխա չեղել, հիմա եղավ ուրախություն, մեկ էլ կողքից ինչ-որ բաներ ես լսում։ Այս ամենը նյարդայինը ազդում է այդ պտուղի վրա։ Հղի է կինը, ամեն ինչ ազդում է այդ երեխա հղիության վրա, որտեղ պորտալարով է դաստիարակվում երեխան։ Հետո այդ երեխան գալու է այս աշխարհ նյարդային վիճակում։ Հարկավոր չի հիմա Հայաստանում այս վիճակը, շատ սխալ է, շատ։ Պետք է մեր երկիրը խաղաղ վիճակում լինի, պատերազմ չկա, բայց քաղաքի մեջ կա պատերազմ։ Իրար կրակում են, սպանում են, ծեծում են, դավաճանում են, գոռում են, չի կարելի։ Հավատն էլ կորել է, սերն էլ կորել է, որից առաջացել է անգրագիտություն ու տգիտություն, այս ամեն ինչն էլ գալիս է անգրագիտության պատճառով, որտեղ ժողովուրդը սովորել չի ուզում։ Դու մի խառնվի ոչ մեկի գործով, որտեղ դու այդ իրավունքը չունես, եթե դու ինչ-որ խորհուրդ ես բաժանվի, մի բաժանվի, այդ իրավունքն էլ չունես, որտեղ դա իրենց ճակատագիրն է, գարասկոպը ցույց է տալի ապրեն միասին, թե չապրեն, պարզ ցույց է տալիս։ Ես էլի խուսափում եմ, հստակ ասեմ, բաժանվի։ Ես էլի խուսափում եմ, որտեղ դա շատ պատասխանատվություն է։ Ես էլի խուսափում եմ, որ ասեմ 3-րդ կամ 4-րդ երեխան մի ունեցի, որտեղ աղջիկա կամ տղա է, որտեղ այդ հարցնել են ինձ տալի։ 2-3 աղջիկ ունի, ուզում եմ ուսը տղա կլինի, թե չէ, ասում եմ, ես աստված չեմ, որ որոշեմ։ Ինքդ բեր, ոնց դու կուզես։ Ու այդքան էլ խորհուրդ չեմ տալիս, որ հաշվար կանեն կամ դիմեն ինչ-որ մի գուշակի, որ իրան ասի աղջիկա թե տղա, այո, կարողանում են հաշվել, բայց ես չեմ ասում։ Դրա մեջ հարցերով էլ ասում եմ ինձ մի դիմեք։ Բայց խնդրում եմ, էլի ասեք իմ ամուսինը գնա թե չէ, ես Կարինե, ես հիշեցի քեզ, որ դու յազվա ես։ Հիշեցի նոր, այն անգամ էլ էր այտենց հա ստիպում։ Ու հրհրում էր ասեցի շլավ ծիծաղ ունես։ Ուր գնա ամուսինդ, ասա թիվ ամուսնուդ։ Ինչ դու կթողնես, որ քո ամուսինը գնա։ Ես չգիտեմ։ Բա որ չգիտես ուր ես այտենց հարց տալի։ Բա որ գնա ես ինչ պիտի անեմ։ Պետք է նստես, սպասես մինչև հետ գա։ Երկար կտևի։ Ես խորհուրդ չեմ տա գնա։ Հա, այ մենակ էի ուզում լսել։ Ընտանիքը ուրիշ ձևի կլինի արդեն։ Երեխեքի դաստ, ահա, հաջորդ տարի հուլիսի 1-ին լավ հիշի, էլ ինձ տենց հարց չտաս։ Յուպիտեր մոլորակը կմտնի առյուծ, որը քո ամուսնու երկու մոլորակը տեղ է գտնվում, եւ Վեներան եւ Մարսը։ Քո ամուսնուն տալիս է հնարավորություն ընտանիք ձևավորվելու հստակեցում քո իր հարաբերությունների մասին է եւ որպես տնող դաստիարակության։
Եվ իր փող աշխատելու հնարավորություն ա տրվում։ Դրսում այն ժողովուրդը ասած գաթա չեն բաժանում։ Հիմա ոչ մի երկրում այդքան լավ չի, որտեղ բոլոր տեղերներ, հատկապես Եվրոպա, հարկերն են բարձրացել, ամենտեղ թանկացումներ ա գնում, ժողովուրդն իրար չի հասկանում, մենք այդտեղ երկրորդ, երրորդ չգիտեմ, որ երրորդ սորտ ենք համարվում հայ ժողովուրդը, դրա համար լավ կլինի մեր տանը նստեք, հաց պանիր կերեք։ Դուրս է այդքան լավ չի։ Մեր մոտ ամենից լավը լինելու, ուղղակի այս կրքերը ժողովուրդը հիմա քաոսային ուղեղը ոչ ոք ոչինչ չհասկանում ինչա։ Ինչ անում, այս խցանումները, որ ընդհանրապես են զայրացնում։ Այս վիճակը քաոսային մեր երկրում խաղաղեցրեք ժողովուրդ դուք ինքներդ եք անում։ Համերգա լինում, գեղեցիկ հրաշալի համերգա լինում, ոնց եք բոլորը հավաքված են, տեղ ու դադար չկա, այնքան լիքն են, ուրախանում, երգում, պարում, ինչքան միասնական լավն եք, պարում եք, այսպես եղեք։ Ոչ թե իրար ամեն ինչքան թուրք ինչ ասեց իրար կասեք դուք։ Մեր երկրին հարկավոր է հիմա խաղաղություն, գարմոնիկ վիճակ, որ սերունդը լավ աճի, որտեղ մենք շատ ծանր հարված տեսանք, շատ ծանր, 20 թվականից շատ ծանր հարված։ Այն 91-2 թվեր այդքան ծանր չէր, ինչքան 20 թվականը։ Ու մի քիչ ձեզ զուս պահեք, Քյավառցին ասում է, պարտակեք ձեզ, լեզուները ձեզ պահեք ու ով որ քաղաքական գործիչ չի, ով որ լեզվաբան չի, ով որ վերլուծաբան չի, քտներդ մի խոթեք ոչ մի տեղ։ Դուք ձեր հավատքն ունեցեք, ձեր ընտանիք ունեցեք, ոնց որ քրոջդ եմ ասում լեզուն իրան քաշի, այդ ամուսնու հետ ով որ խաղամոլը, ընտանիքի եղածը ամեն ինչը տալիս է հարուստին ավելի է հարստացնում, որ հետո դուրս կա փողոց հիմարություններ դուրս տա, ուրեմն թող այդ տղայից բաժանվի։ Որովհետև մի գրականություն խաղամոլների համար կարդացի տարիներ առաջ էր։ Այն մարդիկ, ովքեր գնում են կազինո, թեկուզ այդ հեռախոսներով որ խաղում են, իրանք հիմար են։ Եթե ուզում եք ձեզ տրեն հիմարի տեղ, գնացեք կազինո։ Այսինքն բաներ գրած։ Այդ ես չեմ գրել։ Ես վախենում եմ, որ հանկարծ այդ տունն էլ չկորցնեն։ Բայց ինչ անեմ։ Հիմա կինը գնա ուրիշ երկիր աշխատի, մարդու պարտքերը փակի, հա? Այնքան պարտքեր երևի ունի, որ մի կոպեկ փող խրճքրոջը սերը չի տալի։ Ինչի է ապրում այդ մարդու հետ ինքը, որ ինչ անի։ Որ կողքից ասեն մարդ ունի գլխին, որ նման անմարդ չի։ Որ ինչ։ Հետ չունենալու համար, որ վախենում են այսօր այդ բաժանությունից։ Բայց որ ինչ։ Ես դեմ եմ Քայքային հիվանդանա վերջի մետ երկու երեխեն էլ մնա։ Բոլորը գիտեն, որ ես բաժանմանը դեմ եմ, բոլորը գիտեն։ Ու մեր տղամարդիկ շատ թուլացել են, ինչքան էլ սխալներ են, միշտ էլ պաշտպանել են, բայց հիմա 26 թվականը ես դեմ չեմ լինի բաժանման, որտեղ հիմիկվանից ասում եմ, ամուսին հետ եթե իրան ճիշտ չի պահում, անառակա, սրիկայա, խափեպայա, թալանողա, խաղացողա, նարկոմանա, հարբեցողա, բաժանվի, քեզ համար խաղա հանգիստ ապրի, որտեղ ժամանակներ արդեն փոխվեցին։ Ու այդ երեխեքին ճիշտ դաստիարակի մամա ու հիմնականը ճիշտ դաստիարակությունը դա կրթությունն է։ Դու դաստիարակվի, որ քո երեխան ճիշտ դաստիարակես ու դու կրթության գիր կարդացրու, դու գիր կարդա, որ ինքն էլ գիր կարդա։ Ոչ թե մտե հեռախոսի մեջ ապուշություններ նայի։ Հիմար բաներ խոսացեք, լսեք ամեն հիմարություն ու տարածեք, որ դա ճիշտ է։ Հեռախոսների մեջ են, մուտն ընկնում է հեռախոսի մեջ է։ Ինչ անեմ ես, ասա։ Ինչ անեմ։ Պետք է անեք։ Դու էլ քո մարդուն բայ կողքդ, որ հետո Լևի Պրավի չտա։ Գիտեմ։ Այդտենց, որովհետև տենց է իր ամոչուս տալի, ինքը պետք է անպայման պետք է մնա տանը, որ հաջորդ տարի, եթե կլսես եթերը, ծնող երեխա հարաբերությունը հուլիսից սկսելու հատկապես հայր զավակ, որ ինքը մնա իր երեխեքի կողքը ու ճիշտ դաստիարակի իր պահվածքով։ Այսքանը։ Ձեզ համբերություն։ Խնդրեմ։ Շատ շնորհակալ եմ։ Ժողովուրդ ջան, վերջացրեցինք, այսօր 3 զանգ եղավ, 3, այս վերջի զանգը Կարինե ինքը էլ էր զանգահարել, տեսեք ինչքան երկար խոսեցինք,
որտեվ իրոք լուրջ բան էր, սա ընտանիք է, երիտասարդ ընտանիք է քայքայվում։ Իրոք լուրջ էր։ Այնտեղ խաղամոլություն, այն մի տեղը դավաճանություն, այն մի տեղը մամայի մեջ ընկնել, ծնողի, որը ճիշտ չի։ Տեսնենք ով ինչ դրանից կվերցնի, հիմա հենց սրանից ելնելով տեսեք ինչ եմ ասում, հենց այս վերջի զանգից, հենց իմ հերթական թռուցիկն է։ Երբեք ուրիշի ապրումների մեջ մի խառնվեք։ Հիմա ասա քույրը իր համար ուրիշ է, այո, ուրիշ է։ Ճիշտ է, նույն արյունն է, նույն արգանդից դուրս եկած է, բայց ինքը ուրիշ է, որովհետև մեծացել են առանձին ընտանիքներ են։ Իրանք մի մարմին չեն, իրենք տարբեր են, թեկուզ քույր եղբայր լինի։ Նորից ասում եմ, երբեք ուրիշի ապրումների մեջ մի խառնվեք, օգնիր մարդուն, Տիրոջը խնդրելով, այո, եթե դու ուրիշի համար, ով ուզում է լինի, խնդրեցիր Տիրոջը, քեզ ավելի լավ բաներ կգա։ Եթե տեսնում ես մեկի մատը փուշ է մտնել, ինչ որ վատ վիճակում է, նեղված է, ինչ որ նեղված վիճակում է, դու փորձի իր համար աղոթք արա։ Փորձի աղոթք արա, ուտեց քեզ համար ինչքան լավ է լինելու։ Մի այսպեսի փոքրիկ բան է շատ վաղուց կարդացել, որ համակենտրոնացման ճամբարից ու ինչքան կա, որ հետ չկան այրվեցին այնտեղ վառարաններում, մի կին էր այնտեղից փրկվել, դա հին գրականությունից էի կարդացել, վավերագրական, որ հարազատները զարմացան, այդ ոնց եղավ, որ ընկերներ էր, հարազատներ չեն, այդ ոնց եղավ, որ դու փրկվեցիր այդքանի միջից, ասեց, որտեղ իմ համար աղոթող կար։ Ես սա միշտ հիշում եմ, այո, աղոթեք այն մարդկանց համար, ովքեր նեղ ու վատ վիճակում են, ոչ թե վատ վիճակի մարդկանց համար դուք ավելի ուրախացեք, որ ինքը վատ վիճակում է, որ ինքը վիշտ է տեսել, որ կորուստներ է ունեցել, ինչքան դուք իրանց համար ուրախանաք ու չարախոսեք, կրկնակի փետրվար ամիս այդ մարդկանց հարվածները անելու, ավելի վատ վիճակում կլինեն, ինչպես է վիճակում նրանք են։ Այս այլ ալինը։ Քեզ լավ կլինի, եթե աղոթեցիր նեղ վիճակի մարդու համար, քեզ լավ կլինի։ Կողքիներիդ քո ապրումներով մի վարակիր, սա էլ է շատ կարևոր։ Որքան ցավն ու նեղությունը շատ են, այնքան Տիրոջը մոտ ենք լինում։ Դրա համար ասում ենք, բայց ինչի է Աստված բոլորիս էսենց լինում, այն երանելիների, որ ինչքան մարդը նեղ վիճակի մեջ է լինում, այնքան Աստծուն մոտ է լինում, որտեղ այն էլ հիմա, որ հիմա հավատքը շատ է կորել, մարդիկ իրար չեն հավատում, այս հոգևորականները, այս պայքարները, որ շատ սխալ է, էլի հավատը չկա, Տիրոջից ոնց որ մարդիկ հեռանում են, բայց այս նեղ վիճակը տալիս է, նեղված վիճակը տալիս է նրա համար, որպեսզի մենք ավելի շատ Տիրոջը մոտ լինենք, ավելի շատ աղոթենք, որտեղ Աստված սեր է, ինքը սիրելով է մեզ ստեղծել։ Մյուսը, ով թուր է բռնում ձեռքին, նա պետք է կարողանա վահանել պահել իր ձեռքում։ Մենակ թուր էս կողմ են կողմ չտանի բերի, նա պետք է պաշտպանիչ միջոցել ունենա, դա լեզվի մասին արդեն։ Լեզուն է ու վարքագիծն է։ Երբ քո այս թուրքականը, որ ես շատ եմ տեղ տվել սրան, երբ քո քայլերը բարձր են, թշնամին լսում է, իսկ եթե հաստատուն են, վախենում են։ Մի հատ էլ եմ ուզում կարդամ, որտեղ ես սա շատ խորն է։ Երբ քո քայլերը բարձր են, ուժեղ քայլեր կա, թշնամին լսում է, իսկ եթե հաստատուն են, վախենում են։ Դրա համար յուրաքանչյուր մարդ իր գործի մեջ, իր մեջ պետք է վստահ լինի։ Արդյոք ես այս բանը որ անում եմ, դա ճիշտ է։ Արդյոք որ ես դուրս եմ գալի փողոցները կռկռում եմ, դու վստահ ես, որ դա այդպես է, թե դու վաճառված ես, թե դու ուրիշի կյանքն ես անում, թե դու ուրիշի թերի տակ ես անում այդ ամեն ինչը, լավ մտածի։ Էլի եմ կրկնում, 26 թվականը վերջապես այս տարի հատուցումը, հաջորդ տարի պատասխանն է, որտեղ փետրվարը մենք ունենք խավարում։ Այդ պատասխանների շրջանը հերթով կսկսի, տարվա թիվը մեկն է, ամեն մարդ ինքը պատասխան ունի ստանալու, այսպես, համբերություն բոլորիդ։ Եվ ես ինչ որ ասվեց, ես խնդրում եմ մի քանի անգամ անալիզ արեք ձեր մեջ, ձեզ մի տրեք գիտոնեկի տեղ, եթե ուզում եք խաղաղ հանգիստ ընտանիք ունենաք և խաղաղ ապրեք ձեր երկրում։
Այսքանը։